ուսմը դրակոնը գալիս է, նստում է Մարիոտի գլխին, քաղաքը սկսում է տենց բանը, ստվերը ծածկում է։ Ես նայում եմ իմ կողքին նստած մեր մոնտաժնիկին, ասում եմ, տեսել է ինչ ենք գտել։ Մերը կուտուր դրակոն է, որը կարա մաքսիմում նստի տունը խոհանոցի սեղանի շուրջ։ Ու արագ իրան եմ գրում, ասում եմ, կարող է ստոպ տաս, որտեվ մենք այդպես բան չենք խոսած, այդ չենք անելու, տենց բան մենք չենք արա, որտեվ դա անհնար է անել։ Հա, չգիտեմ, ես ձևը չգիտեմ այդ ժամանակ ոնց կարելի էր անել։ Բյուջեի փուլում այդ մի պատմությունից հրաժարվեցինք։ Ու անցավ նայ արդեն քանի 13 տարի ու երբ որ թիմը սկսում է գրել, ասում եմ օրինակ բանա, բասկետբոլ են խաղում։ Ասում ես, արի ոչ թե պրոստը բասկետբոլ է, այլ ահավոր բարձր բասկետբոլի շիթ է, մարդը թռնում է գցում է մեջը, եկեք ընդից մյուս ասում է, իսկ կարող է вообще բանանք, ինքը այդպես կոսմический կորաբլ իրան տանում է վերև, հա, вообще լավ է, պորտալներ է լավ, այսինքն այդ AI-ի բանը, այն ինչը որ փոխեց կրեատիվի ոլորտում։ հա։ Դու միջև այդ վախը մեր փոքր դրակոններից, որ հանգարց չմեծացնեն, հիմա արդեն վախում են, որ կարող է փոքր բաներ մտածեն։ Ու այո, երբ որ արեցինք, մեր համար էլ էր ինքը այդպես հարցական։ Երբ որ մենք նստած ենք պատվիրատու հետ, մենք էլ ենք ուզում հասկանանք, արդյոք էսի նույն գինն է, թե չէ։ Եթե ինքը նույն գինը չի, որոշում ենք պայմանական, որ պետքա ավելի մաչելի լինի։ Պետք է հասկանանք մենք է չէ մեր համար խի պետքա մաչելի լինի։ Բայց ձեր ծախսը ավելի քիչ չի։ Մեր ծախսը ավելի քիչ է, բայց մեր թիմներ ծախսել է համ ժամանակ, համ գումար, որպեսզի դա սովորի։ Երբ որ ասես ուր որ գնաս, ինքը կասի հետդ կգամ։ Հա։ Նույնիսկ եթե Սունոն ասի հետ այտենց բառ ասի, դու մեկա լսելու ես։ Այդ բառն ես, քո իմացած բառն ես լսելու։ Երբ որ խոսքը գնում է գովազդի մասին, դու առաջարկ ես անում, որը մարդը առաջի անգամ է լսում։ Ինձ անցած ոդկասթի ժամանակ հասցին որ վեկալ ենք սխալ հայերենով ասել, պետքա վերցնել։ Էլի մեզ ինձ թվում է այսօր լիքի կասեն։ AI-ը մեկ էլ ChatGPT-ն գիտես ինչ մի հատ բան ունի, ինչն է իր ֆենոմենը երևի, որ մարդիկ շատ են սիրում։ Որը։ Որ ինքը միշտ ասում է ապրես շատ լավ հարցեր։ Հա։ Շատ ուժեղ խնդիր է։ Շատ գովում։ Այդտեղ մարդը բանա, չէ՞, որ Հələ կարում եմ էլի, զառով չի։ Այսինքն ինքը օրվա ընթացքում ինքը առնվազն 10 հատ կոմպլիմենտ լսում է իր մտավոր կարողությունների վերաբերյալ։ Շատ հարցեր հեշտացվում է production-ի մեջ, այն առումով, որ հիմա շատ բան կարելի է հենց ուղղակի գեներացնել, սկսած նրանից, որ դերասաններ, այլևս կարելի ասել այդքան քանակով պետք չեն, մասով կա էքստրաներ, իրանք էլ այդքան քանակով կարան պետք չլինեն, թանկ կամերաներ կարան պետք չլինեն, այսինքն սաղ կարելի է գեներացնել։ Եթե սաղ կարելի է գեներացնել, ինչի չպետք է ամեն ինչ դառնա կամ 0 կամ շատ ավելի քիչ կամ չգիտեմ 100 անգամ ավելի քիչ բյուջեով։ Ամեն դեպքում տենդենսը հիմա գնում է դրան։ Հա։ Այսինքն բյուջեները կրճատվում են, բյուջեները փոխվում են, նվազում են, գործիքները փոխվել են։ Մրցակցությունը ավելի է շատացել, են մարդիկ, ովքեր որ այդ թվարկած բանով են գնում, տեխնիկայով բանով նկարում են, դերասանները իրանք ինչ որ չափով բնականաբար պահանջարկը քչանում է։ Բայց ինձ թվում է դա բան անելու, sense զսպանակի էֆեկտ է աշխատելու։ Sense բացվում է հիմա ցանկացած ոլորտում որ նայենք։ Տարածվեց ֆիլմ արտադրությունը, sense գնաց, հասավ, բան ինչ որ ահավոր բան մատրիցա վիճակների, մեկ է արտիստը գրեց։ Օսկարը վերցրեց արտիստը։ Այսինքն ինչ որ մի հատ ժամպահի հասավ, մարդը ուզեցավ այդ օրգանիկ է էլի, որովհետև AI-ով հա մենք անում ենք, այսինքն պրոդուկտներ ունենք, ստանում ենք արդեն առհասարակ իմ երազանքն անել լիամետրաժ մուլտ։ Հա։ AI-ը նաև AI-ով, բայց էպոս եմ ուզում անեմ, բայց մեկը
Անիմացիայի պարագայում, մուլտի պարագայում բարձ է արդեն որ խոսքը գնում է այնտեղ էմոցիաները AI-ով կանես թե օրինակ չգիտեմ անիմատորները կստանան, մեկը էմոցիաները նույն էմոցիաներն են։ Մուլտի բնավորությունն է, էլի տեսակն է, բայց դերասանների պարագայում մեկը դու այնտեղ դերասանական խաղ օրգանիկ առանձնապես չես ունենում։ Դեռևս։ Ինձ թվում է այդ ոնց շատ հեռու է այդ դերասանական խաղը։ Բայց եթե գրոտեսկ է, էլի, ինքը նման է լինում բանի, կներես, ինքը նման է լինում են սովետական շրջանի, բանը, ֆիլմը երբ որ նոր ձևավորվեց, հա, ֆիլմ արտադրությունը առհասարակ ոնց եղավ, երբ որ նայում ենք այդ ժամանակվա ֆիլմերը, դերասանները բան են չէ անում, ահա որ մեծ էմոցիաներ են ցույց տալի, ակցենտավորվում են իրանց էմոցիան, չգիտեմ, եթե տխուրա ճակատն է բռնում, բանա նեղված է, բարձր գոռում է, բան ինչի համար եղավ, որովհետև թատրոնից երբ որ դերասաններն անցան կինոյի մագիան հələ չէին հասկացել, այնպես խորապես այնպես մեջով ոնց որ իրանց անցկացնեն, որ կինոն արդեն կա խոշոր պլան, ուղղակի կարած նայես, դերասանը շարունակում էր խաղալ մեծ բեմի տրամաբանությամբ։ Բարձր գոռան, որ դալի ծերի նստած մարդը հասկանա, ճակատս բռնեմ գլուխս շարժեմ, վայ, որ հասկանա, որ տխուր եմ։ Թատրոնի տրամաբանություն։ Նույն տրամաբանությամբ միջև արդեն հենց կինոյի դերասանության այդ բանը դպրոցը սկսեց ձևավորվել։ Հիմա AI-ով դերասանական խաղը, ահա որ նման է դրան, որովհետև դու երբ որ գրում ես որ պրոմպտ որ ինքը տխուր է, մեկը ինքը հələ գլուխը բռնած երկու ձեռով աչու ձախ է տանում կամ ունքերն է հանում վերև։ Բայց դրա հետ մեկտեղ դերասաններ կան Զիկավրոն կամ նմանատիպ այլ դերասաններ, որոնք որ ուղղակի մի հատ նայում են նստած հեռուստացույցին են նայում, դու հասկանում ես որ ահա որ ապաթիա է դերասանի մոտ, հերոսի մոտ այդ պահին։ Երբ որ այդ տրամաբանության մասին եմ մտածում, AI-ը ինքը շատ լավ կարողանում է ինչ-որ բան կրկնօրինակել, այսինքն ինքը հենց ինքը իրանով ոչ մի բան ամենը չի ստեղծում, ինքը ուղղակի հետազոտում է այն ինչ-որ գոյություն ունի ու կարողանում է դա կրկնել իր ոնց որ բանի հնարավորությունների սահմաններում։ Ու եթե դերասանը, եթե ինքը ուսումնասիրի մեծ քանակով լավ դերասանների, ես համարյա կասկած չունեմ, որ ժամանակի հարց է, որ ինքը դերասաններին էլ կկարողանա կրկնօրինակի։ Էդի տենց է թե չէ։ Բարդ հարց է։ Չգիտեմ, ամեն դեպքում չգիտեմ, տես դերասաններն էլ ոնց է, չէ, դերասաններն են կրկնօրինակում։ Դերասաններն էլ ինչ որ մեկից մենակ իրանց կյանքում հիմնականում պերսոնաժներին որ նայում ես, որոնք որ խոսում են, խաղում են բան, ինչ որ իրանց դերի մասին ասում են, ես իմ մանկության մեջ ես ունեի հարևան, որը սենց էր, ես ձեր վարքագիծը, էլի ինչ որ չափով ճակերտավոր գեներացիայի մասին խոսք ունենք։ Հա, Դենիել Դեյլիուսը գնում է 2 տարի ինչ որ մեկի հետ ապրում է, որ հասկանա այդ մարդը ոնց է կարողանում։ Իրանք էլ են գեներացիա անում, չէ՞, ինչ որ մի բանից հավաքում են պերսոնաժներ, բայց մեկը իրանք տալիս են ինչ որ օրիգինալ բան, էլի։ Հա։ То есть այդ ամեն ինչը դու նայում ես, այդտեղ է գեփը։ հա, լավ ֆիլմի, լավ դերասան է, երբ որ Դենիրոն, չգիտեմ, տաքսիստը նայում ես, մեկը ինքը օրիգինալ է, չես ասում էլի, այս Դենիրոյի խաղը էս մեկին էր նման։ Ինքը հենց այդպես է որ կա էլի։ Ես մտածում եմ, որ մենք արվեստին մի քիչ ուշ մեր խոսակցության մեջ կհասնենք, ես կուզենայի, որ sense մի քիչ shift անենք դեպի business, որտեվ Doping Creative Agency-ն դա ամենամեծ ու ամենաերևի հաջողակ agency-ներից է, որ Հայաստանում գոյություն ունի, ու դուք շատ մեծ փորձ ունեք հենց business-ի հետ աշխատելու, բրենդերի հետ աշխատելու եւ այլն, ու ուզում եմ ոնց որ sense խորանանք նրա մեջ, թե ոնց է ընդհանրապես AI-ը, ինչ հնարավորություններ կա AI-ով business-ը, ոնց որ business process-ները փոխել ու ոնց են իրանք արդեն իսկ փոխում։ Ոսից ես մի հատ օրինակ կարամ բերեմ, որ հիմա այն ինչ որ ես եմ առնվազն իմ հետազոտության ժամանակ կարողացել գտնել ու հենց հիմա մենք կհաստատենք դա ուղղակի հայպ է թե իրականությունում արդեն դա գոյություն ունի, որ առաջ ոնց որ sense մի հատ մոդել կար, որ բրենդը նրա համար որ ինչ որ օրինակ շորի մասին ենք, չէ՞ խոսում, ինքը շոր պետք է արտադրի, ծախի եւ այլն եւ այլն։ Ինքը առաջ ոնց էր անում, ինքը մի հատ դիզայն էր օրինում, հետո մի հատ լեգալ էր ստեղծում, որով որ այդ բանը կարողանար ֆիզիկապես արտադրել, հետո մի հատ նմուշներն էր անում, հետո լուսանկարչությունն էր դրա կազմակերպում, հա, մոդելով, բանով եւ այլն, ինչ որ միտեղ տանում էր այդ նկարահանումներն էր անում, այսինքն չգիտեմ, անպայման չի որ այդ կոնկրետ երկրում որտեղ որ ինքը արտադրվելու է, կարող է ուրիշ ինչ որ տեղեր, հետո դրա գովազդը պետք է աներ, ու ընդհանուր այդ եթե շատ
փոքր ու ոչ այդքան տենց հարուստ բրենդը ինքը դրա վրա կծախսեր հազարավոր $, իսկ եթե տենց ինչ-որ մեծ ուզում են ինվեստմենթով մտնեն շուկա, դա կարող է 100,000 $-ների մասին է խոսքը գնում։ Իսկ հիմա կան կոնկրետ օրինակներ, օրինակ ես վերջերս մի հատ օրինակ էի տեսել, որ մուսուլմանական մի հատ բրենդ կար, Hugo Style էր անունը, որ մի քանի reels էր արել, որ շատ ուժեղ տարածվել էր, ասենք դա ամեն մի reels-ի վրա մի 9 միլիոն view կար, որ ու полностью գեներացված էր, այսինքն այտենց շոր գոյություն չուներ, ինքը նոր դիզայն էր հորինել, вообще մուսուլմանական այդ շորերի գոյություն չուներ տենց բրենդ, ինքը ոնց որ էդիկ մի հատ տեստ էր արել, տեսել էր, որ մարդկանց շատ դուր է գալիս այդ ամեն ինչը։ Ու հետո նոր արտադրության էր հասել։ Այսինքն ուրիշ տեստավորման կողմից էր եկել այդ ամեն ինչին։ Ինչքանով է դա ոչ թե ինչ-որ hype, որ կոնկրետ այդ case-ում է ստացվել, այ արդեն զգացվում է, որ կարող է տենց դառնա բիզնեսը։ Բիզնես process, երբ որ ասում ենք, բնականաբար խոսքը գնում է կրեատիվի մասին, չէ՞, content-ի։ Հա։ Ոչ թե, չգիտեմ, հենց բիզնեսի, բիզնես մոդելի, ոնց է բիզնեսը կառավարվում, այս տվյալ բaragայում գովազդային ընկերությունը, այլ իր տրված, իր կողմից տրվող product-ի մասին ենք խոսքում։ Ճիշտ հասկացա։ Դες կամ հարցի ամենասկզբից, ինչով հեշտացրեց, ինչով դժվարացեց։ Ահա որ մեկը ինքը հեշտացրել է։ Ես հիշում եմ բանը կամ 2012-13 թիվներ մենք պետքա նկարենք 4 գովազդային հոլովակ, մեկ ուրեմն դրամա էր, մելոդրամա էր, մեկը վեսթերն էր, մեկը էքշն էր տենց ու 4-ը մուլտի պերսոնաժ էր, երեխեքի համար էր։ Մենք sense 3 սցենարներ արդեն գրել ենք, հասել ենք մուլտին, մուլտը պետքա վերցնենք ինչ-որ պատրաստի դրակոնի տարբերակ, մի հատ փոքր, sense դրակոնչիկ դաժե, sense ումիշիցիոնալ հասկացին ասենք։ Ու տենց պետքա իրան ինտեգրացիա անենք սովորական մարդկանց կյանքում, sense սովորական այդ, չգիտեմ, վիտամինների բանի գովազդները ոնց է, չէ՞, որ կան ընտանիք, ռեալ ու կա մի հատ ինչ-որ պերսոնաժ, բրենդ մասկոտ։ Մուլտիկ։ Նմանատիպ բան, ու արդեն ռիսերչ ենք արել, բան գտել ենք ընդհանուր ոնց ենք ստանալու բան։ Ու պրեզենտացիա անող սցենարիստը, որ կլիենտին անում է, դա առաջինով անում է հաստատվում է, երկրորդ անում է հաստատվում է, երրորդ անում է հաստատվում է, արդեն հասել է դրակոնին, ոնց որ էներգետիկան արդեն լավ է բան, ու սեղանի մոտ դից մենք սպասում ենք, որ էսա է դա պատում, ասում է, այստեղ 4-ը մենք որոշեցինք դրակոնի մասին պատմությունը լինի, հա, շատ լավ է, ասում է դրակոնը գալիս է, նստում է մայրոտի գլխին, քաղաքը սկսում է տենց բանը, ստվերը ծածկում է։ Ես նայում եմ իմ կողքին նստած մեր մոնտաժնիկին, ասում եմ, տեսել է ինչ ենք գտել։ Մերը փուչուր դրակոն է, որը կարա մաքսիմում նստի տունը խոհանոցի սեղանի շուրջ։ Դες ինչ-որ դա ծվատ։ Ասում եմ, էսի չի կարա նստի Մարիոտի վրա։ Ու ասում եմ, համարյա Իգրա Պրիստովա ներկայացնում են։ Դեյներիսներ, հա։ Հա, ասում եմ, sense մի անգամից sense բերանից կրակը դուրս է գալի քաղաքը ստվերի մեջ, բան sense, ու արագ իրան եմ գրում, ասում եմ, կարող է ստոպ տաս, որտեվ մենք դες բան չենք խոսած, այդ չենք անելու, տենց բան մենք չենք արա, որտեվ դա անհնար է անել։ Հա։ Չգիտեմ, ես ձևը չգիտեմ այդ ժամանակ ոնց կարելի էր անել։ То есть ունես մոտավորապես Հայաստանի համար տես նորմալ բյուջե ունես, բայց դրակոնի համար դու տես դրակոնի թևը կարաս մաքսիմում անես, մի քիչ լավ։ Ու տես բնականաբար այդ սցենարը արդեն տես լավներ, բան տես շատ լավ է, բայց անցանք այդ հնարավոր չէր։ Բյուջեի փուլին հասանք արդեն, դե չենք ասի տես ավել բանա ներկայացվել։ Բյուջեի փուլում այդ մի պատմությունից հրաժարվեցինք։ Ու անցավ նայ արդեն քանի 13 տարի ու երբ որ թիմը սկսում է գրել, ասում եմ օրինակ բանը բասկետբոլ են խաղում։ Ասում ես արեք ոչ թե պրոստը բասկետբոլը, այլ ահա որ բարձր բասկետբոլի շիթը, մարդը թռնում է գցում է մեջը, եկեք ընդից մյուս ասում է, իսկ կարող է вообще բանանք, ինքը այտենց կոսմический կորաբլի իրան տանում է վերև, հա, вообще լավ է, պորտալները լավ, այսինքն այն մարդը սցենարիստը ինչը որ մտածում է, այդտեղ ոչ մեկ չի իրան SMS գրում, որ կարաս մի քիչ իշնես, բուջուր դրակոնի բաներ մտածես։ Այսինքն AI քեզ թույլ է տալիս ինչը մտածել ես, հա, ինչը ուզել ես։ Այդ գովազդում փաստացի մենք այդ արել ենք։ Այսինքն օրինակ սցենարիստներից մեկն ասում է, իսկ կարող է ասենց մետրոյի նման գնացքներ լինեն, որոնք որ ամպերի մեջով տարբեր իրար զուգահեռ անցնում են, բան, այնտեղ այդ աղջիկը կարող է օթով մենակով թռնում է, մեկը նայում է տելեսկոպով, ռոբոտներով գրադարանա, բան, հա, շատ լավ, այսի вообще ուժեղ էր, այս вообще դուրներս եկավ։ Այս քննարկումը, այսինքն այդ AI-ի
բանա, այն ինչը որ փոխեց կրեատիվ ոլորտում։ Հա։ Ինքը դու միջև այդ վախը մեր փոքր դրակոններից, որ հանգարց չմեծացնեն։ Հիմա արդեն վախում են, որ կարողա փոքր բաներ մտածեն։ Այդ բaragայում ինքը ահա որ օգնում է։ Իսկ բրենդները թե ոնց են իրանց ներկայացնում։ Հարցի երրորդ մասին որ հասնեմ, բրենդները իրանց ոնց են հագուստի նամանավանդ հենց եթե խոսքը գնում է ֆեշնի, շատ կան բրենդներ, նույնիսկ Հայաստանում են ներկայացած բրենդներից, չգիտեմ Նյու Յորքերն է, որ ինքը միջև նույնիսկ AI-ի ստեղծվելը, իրանք տարեկան կարող է մի 8 անգամ տենց նոր բաներ առաջարկեն մարդկանց։ Այսինքն տենց այնտեղ երկար բարակ չմտածեն, որ իսկ էսի կարող է մեր թիրախին դուր գա, ինքը ընդհանրապես իրանք ունեն ինչ-որ ստացել են որոշակի conveyor system, հոսքագիծ են ստացել, հոսքագծով արագ-արագ ստանում են։ Զառան էլ չեմ կարծում այն բրենդն է, որտեղ որ երկար նստում մտածում են, որ իսկ այս մոդելը ոնց անենք, այս ինչի համար է, то есть իրանք պետքա ուղակի հասցնեն նորը հասցնեն ամեն կողմ մտնելուց այդ բրենդների խանութ սրահները դու պետքա տենաս նոր տեսականի դու չես կարա մտնես տենաս բայց դրա հետ մեկտեղ կան նաև ասենք բրենդներ չգիտեմ Barber-ի, Loro Piana Bank նմանատիպ բրենդներ կամ Boss-ը որոնք որ ինչ որ որոշակի ժամանակը մեկ հրապարակում են մոդել որ դու գիտես ինչի համար ես այդ գնում հիմա նույն վերացած օրինակը այդ մուսուլմանական բրենդի ինքը հատ կարաս լավ տեստ անես բան հասկանաս մարդիկ հավանեն նախնական ինչ որ հայտեր լրացնեն որ հա կուզենայինք անենք բայց արդյոք ինքը կդառնա բրենդի այնց ուղիղ իմաստով ինքը բրենդ կարա դառնա մի քանի տարի հետո կամ արդյոք ինքը կապրի 100 տարի այդ արդեն մեծ հարցական է էլի բայց միանշանակ ինքը այս պահին խայբը դոմինանտ է բայց շատ դեպքերում ու դա ոնց որ արդեն սկսվում է նկատվել որ հայպ է ստեղծվում իսկ հետո անցնում է մի տարի կամ 2 տարի ու այն ինչ որ sense հայպեր ու մտածում էին որ սրա շուրջ բրենդ է ստեղծվել կամ ինչ որ բան արել ինքը ուղղակի արդեն գոյություն չունի որովհետև ցանկացած բրենդի տակ այնտեղ լրիվ ուրիշ բան պետք է լինի էլի ոնց որ սիստեմը պետք է լինի բիզնես պետք է լինի հետո ինչ որ գաղափար պետք է լինի որ իրանք կարողանան հետները առաջ տանեն Պրոստը հայպով չեն կարողանում էլի բրենդեր ստեղծել ինչ կա։ Օրինակ այն օրինակը կա որ այդ ինֆլուենսերը Prime մի հատ այդ էներգետիկներն էր ստեղծել ու միլիարդներ էր ծախսում իրականում համ մարքեթինգի վրա բան եւ այլն ու միլիարդների оборотներ էլ ուներ, բայց հիմա բանկրոտ է։ Ու դա տևեց երևի 5-6 տարի իր մոտ։ Դե սպորտում էլ կա, ամեն տեղ էլ կա, այսինքն ինչ որ մեկն որ բան կա, չէ՞, ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվում է ինքը։ Ու որ միանգամից իր մոտ սաղ փոխվելու է, լրիվ ուրիշ ձև քննարկում են բան անում, բայց այս վերջի 10 տարին է որ նայում ենք, ամեն տարի համարյա ինչ որ մեկը կա, որ իր մասին սաղ քննարկում են, բոլոր տեղերը ֆորումներում հետ են խոսում, դրա մասին են խոսում, ու բայց հիմա մանես գալիս արդեն ուղղակի արխիվներից ինչ որ բան ես գտնում իր մասին, որովհետև ինքը չկա։ Այնտեղ արդեն այդ դերասանի պարագայում որ ասում օրգանիկ է, այստեղ բրենդը պետք է օրգանիկ լինի։ Իրան պետք է մի սուար ունենա, ձերտած տենց ինքը տենց զգաս թևը, բանա, կա։ Իմաստը իր։ Հա, որտեվ այդ ամեն ինչը եթե կա ու ամենակարևորը դրա պահողը կա, որովհետև բրենդներ կան, ես իմ փորձից կարամ ասեմ, որ ամենաֆունդամենտալ փուլում սաղ գրվել է ամեն ինչը, տենց ինքը ձևավորվել է, դու իրան տեսել ես, որ մի 5 տարի կամ 10 տարի ինքը սենցա լինելու ու ինքը այդ բրենդն է նույն ձևի չկա։ Ինչի համար չկա ու պատճառներից հիմնականում մեկը այն է որ այդ դրան պետքա հետևես։ Ես այդ օրինակը բերում եմ Փայտփորիկի օրինակով էլի միշտ որ ասում եմ միակ երևի թրջունն է որ կարում է փայտը ցակի չէ որովհետև ոչ միտեղ չի շեղում նույն տեղին է խփում լավ է վատ է բան իրան չես կարա համոզես մի ֆոկուսը պահում հա իրան չես ինքը չի մի քիչ sense խփում ասում է իրոն մեկը գալիս է մի հատ ուրիշի ասում է արի մի քիչ ձախից խփենք ասում է բայց լավ բան ասում է որովհետև հիմա շատ տրենդ է ձախից խփելը всё թեքվեցինք ձախից բան ինքը նույն տեղից բռնում է ոչ հայացքը թեքում է ոչ է խփում է մեկը ստացվելու է բրենդների պարագայում հենց այդ Փայտփորիկի գաղափարը երբ որ բակասում է այսինքն բրենդը նույն տեղին չի խփում ինչ որ պահի իրան հնարավոր է լինել շեղել ինչ որ մեկը հայտնվում է բարի մարդ չգիտեմ բարի խորհուրդ ընկեր բարեկամ ու որ առաջարկում է մի փոքր եկեք այս ճանապարհով գնանք այդտեղ ինձ թվում է սա քանդվում է էլի ուզում ընդհանրապես երկու ուղղություն կա մեկը որը ուզում եմ որ քննարկենք մեկը դա որ AI-ը էժանացնում է process-ը production-ի հա ստացվում է ռեկլամների կամ ընդհանրապես brand ստեղծելու որտեղ ռազմավարություններ են հիմա AI-ով կարողանում մշակել բան եւ այլն ուզում եմ հասկանալ առաջ
կամ հիմա էլ ձեր չեկերը $100,000 կարող հասնի, չէ՞, այսինքն դուք ձեր հաճախորդների հետ ունեք մեծ կոնտրակտներ, որը որ $100,000, եթե առաջ կարելի էր բացատրել, որ այդ դրակոնի թևը պետքա նկարենք ու դրա վրա $50,000 ծախսվում, կամ չգիտեմ 70 съемочный օր ունենք, որ պետքա այս սաղ անենք։ Հիմա եթե դա չի արվում, բայց արվում է AI-ով, ինչ որ ուրիշ հմտություններ է կիրառվում։ Ոնց է բացատրվում, որ չեկերը չիջնեն կամ արդյոք չեն իջնում են։ Չեկերը նաև ենթադրում եմ, որ նաև իրանց առաջխաղացման ծախսերն է։ Այսինքն պետք է այնտեղ հասկանաս ինչ որ պայմանական, եթե 50,000, 20 միլիոն ընդհանուր production-ն օրինակ նստել, նաև այնտեղ ունես դու ուրիշ ծախսեր որ պետք է անես, մեդիա բայինգ, բան եւ այլն։ Բայց կան դեպքեր նաև, որոնք որ AI-ով անում ես, բայց չեկը չի փոխվում։ Այդ դեպքերից կուզենայի խոսենք։ Այդ դեպքերից բանն է Globing-ի պոստերային արշավը մենք արել ենք AI-ով։ Ու ի զարմանս, ի ուրախությունս ավելի ճիշտ մեզ, որ Globing-ը դրան մոտեցավ բավականին տենց դրական։ Որովհետև այստեղ AI-ը այս պարագայում պայման բան չէր։ Ինքը չօգտագործեց hype-ի համար, որ սա AI-ը հեսա սկսելու է, խոսքը գնում է մոտավորապես մի 4 տարի առաջվա կես, 3 կամ 3 հաստատ, ու այդ ժամանակ պետքա պոստեր ստեղծեինք Globing-ի համար։ Երբ որ մենք հասկացանք, որ այն ժամանակահատվածը, որ ունենք պոստերների համար, ստանալ դերասաններ, ստանալ դեկորացիաներ, որովհետև ինքը Սևուր Փաթին ընդառաջ էր, այդ պոստերները պետքա նաև աշխատեին բանում, դուրսը Հայաստանից դուրս, որտեղ որ Globing-ը ներկայացված է։ Այդ դերասանների հետ պետքա լիներ կոնտրակտներ, որ իրանք խնդիր չունենային, խնդիր չառաջացնեին, ասեն, այ օրինակ այս երկում է որ տանում եք, մեզ ոնց ալնում, ինչ ալնում։ Մի խոսքով երկար գլխացավանքը որպեսզի չլինի, ամենահեշտ լուծումը արագ մոբիլ անելու ու շուտ հրապարակում ստանալու գովազդային արշավը դա AI-ն էր։ Ու AI-ով երբ որ արեցինք, մեր համար էլ էր ինքը տենց հարցական։ Երբ որ մենք նստած ենք պատվիրատու հետ, մենք էլ ենք ուզում հասկանանք, արդյոք էսի նույն գինն է, թե չէ։ Որովհետև օքեյ, եթե ինքը նույն գինը չի, որոշում ենք պայմանական, որ պետքա ավելի մատչելի լինի։ Պետքա հասկանանք մենք չէ մեր համար խի պետքա մատչելի լինի։ Բայց ձեր ծախսը ավելի քիչ չի։ Մեր ծախսը ավելի քիչ է, բայց մեր թիմն ծախսել է համ ժամանակ, համ գումար, որպեսզի դա սովորի։ Ինքը նոր տենց ակտիվ անում է, չէ՞, AI engineering-ը։ Okay։ Սովորել է։ Դու խնայում ես գումար, պատվիրատուի գումարն ես խնայում, որովհետև դեկորացիաներ չի սարքվում։ Այսինքն քեզ մտքի համար, գաղափարի կամ իրականացման համար պետքա տրվել պայմանական X 100,000 դրամ։ Դրա հետ կար նաև լիքը ռիսկային ծախսեր։ Կստանաս ֆոտոն լավ թե չէ, կունենաս դերասանին, հենց այդ քո ուզած դերասանին թե չէ, էդի դեկորացիաները հետևի, սաղ միջավայրը, որոնք որ կառուցվելու է, ռեկվիզիտները ստանալու ես թե չէ։ Այստեղ ռիսկեր չունես, ժամանակ չունես ու ունես մոտավոր, դեպի կարծեմ հրապարակման մեջ մեր թիմը գրել էր 4000 քանի տարբերակ։ Այսինքն ստեղից դու էլ խնդիր չունես, որ ռիսկերը մինիմալ է, երբ որ դու զգացիր ստեղ մի փոքր լավ չի աշխատել, այս մյուս գեներացված ֆոտոն ես գցում։ Ու ամենակարևորը դերասանների հետ խնդրեմ չունես հետագայում։ Այսինքն ցանկացած դերասանին կարող ես ցանկացած երկրում իրան հրապարակ այդ բանը գովազդային արշավը հրապարակ ես կախես։ Այնտեղ այդ դերասանները գեներացված էին փաստորեն։ Բոլորը։ Այսինքն իրական մարդ չկար։ Չէ։ Բոլորը տենց գեներացվել են, հիպերռեալիստիկ էր գեներացվել, իրանք ու բարդ այնտեղ բաներ կար էլի, օրինակ աճպարարի կադր կար, որտեղ որ աճպարարը այդ մենակ ստանալը ահավոր բարդ է։ Այսինքն պետք է ասած այդ տուփերը, տոպրակները ոնց է, չէ, քարտերը ոնց ասած աճպարարը, որ մի ձեռքից մյուս ձեռքն է շփրտում։ Այդ նույնը պետք է լիներ տոպրակներով, այդ ամեն ինչը process-ա նկարահանման, որոնք որ պետք է լինին, ինքը բարդացնելու է։ Բայց ուրախություն մեզ եկանք ընդհանուր այն մտքին, որ մենք պետք է լինենք առաջի էջենսին, ով որ AI-ով պոստեր պետք է վաճառի, Globing-ն պետք է լինի առաջի պատվիրատուն, ով AI-ով պոստերին պետք է վճարի։ Ու իրանք վճարեցին։ Իսկ կարող է տրամաբանությունը այդտեղ նրանում է, որ կապ չունի AI-ով արած թե AI-ով արված չի, կապ ունի ով է անում։ Այսինքն վտոգի մարդիկ որակն են առնում ու իրանք համոզված են, որ երբ որ ձեր հետ են աշխատում, իրանք ինչ որ մինիմալ մակարդակի որակը կստանան, որը որ իրանք բավարարում է։ Իսկ եթե ինչ որ ուրիշ տեղ գնան, որտեղ որ իրանք ինչ որ մեկը ասի, դե ես AI-ով այժմ գնով դեզստի կանեմ, իրանք չգիտեն իրանք ինչ կստանան վտոգի։
Այստեղ եթե անհատի ու գործակալ ընկերության կամ ուրիշ գործընկերություն կարող լինի, որ ասի ես 10 անգամ էժան կանեմ քան ռիսկերի նվազեցումը այդ էմոցիոնալ բանը, որ դու նստած բանակցում ես ու հասկանում ես, որ ռիսկերը այդ մինիմալ են, այդ միանշանակ դեր խաղում է։ Այսինքն եթե էջենսին դոպինգը կարող չլինի ցանկացած էջենսի, եթե ինքը ունի փորձ ու պատվիրատուն, այս պարագայում, ասենք չգիտեմ, պարտները հասկանում է, որ ինքը ավելի կոմֆորտ զոնայում է գտնվում, որովհետև հաստատ վերջի բանը օրը չի զանգ ստանալու, որ ժողովուրդ 1000 կներեք, մեր մոտ մի քիչ բան է փոխվել, մի քանի օր եկա հետաձգենք, բայց կստանանք ավելի լավ։ Մի խոսքով ինքը եթե չունի այդ բանը զգացողությունը, որ ես կարող եմ մտնում վնաս դաշտ, որտեղ որ ես պարտված եմ դուրս գալու հետո կամ խնդիրներով, կամ ես չեմ կարողանալու իմ խնդիրը լուծեմ վերջում, իմ պրոդուկտի մեկնարկը տամ, այդ ժամանակ միանշանակ դեր է խաղում։ Դες դիմա ում հետ որ կգնաս գնում ես ատամնաբուժի մոտ, որ ատամնաբուժը տենց բանա լարված կամ մոտենա ասի հանգիստ խնդիր չի լինելու, ես տրամադրվել եմ, ճիշտ է, իմ առաջի պացիենտն եք իմ կյանքում, բայց ես ձեր այդ 4 ատամը շատ հանգիստ կհանեմ, չլարվեք, կմեռնես։ Նստած այդտեղ էլի։ Հաստատ։ Այսինքն կան ինչ-որ ոլորտներ, բան կա, չէ՞։ Հա, մեկ էլ որ գնում ես ատամնաբուժի մոտ, այդքան էլ չես մտածում այդ բանի պլոմբի ինքնարժեքը ինչքան է։ Մտածում ես իրա ձեռի հմտությունը ինչքան է։ Ասма ձեռը էլի, ձեռը նույնը բանն է, էլի, չգիտեմ, նստես օթանավ մարդիկ լիքը մարդիկ կան, չէ՞, որ ֆոբիա ունեն օթանավից։ Հա։ Նստես օթանավ ու երբ որ արդեն պիլոտը խոսում է, ասի բարով եք եկել, էս իմ առաջի թռիչքն է, հուսով եմ լավ կհասնենք, չգիտեմ, Փարիզ։ Կմեռնես այդ սաղ ճամփին դու։ Դες դու ցանկացած պուճուր դու սպասելու ես մեկը, իսկ քո սպասումները որպես կանոն, եթե դու ունես բացասական սպասում, որպես կանոն այդ արդարացվում է։ Մեկը լինում է, որովհետև դու արդեն իսկ եթե ամբողջ սամոլոտը ունի, ուրեմն արդեն սա բացասականը շատանում է։ Արդեն ցանկացած փոքր մանուկ ինքը բանը, փոքր մի հատ բան խնդիր, ինքը մեծ է երևալու։ Չգիտեմ, տուրբուլենտնեսը, որ յուրաքանչյուր օթաչու է տուրբուլենտնեսով անցնելու էր, միևնույնն է, ունդեղ շարժնելու էր, մեկը դու ասես, դե երևում է առաջի օրն է, լադոկ գցեց, չէ՞։ Այդ էլ լինելու է։ Հաստատ տենց է։ Իսկ էլ ինչ օրինակներ կան, որ դու կարել եք AI-ով ու տենց լավ է ստացվել։ Հիմնական էս օրինակ վիդեոներ ման տենց հետաքրքիր։ Հիմա ունենք երկու պրոյեկտ, որոնք որ արվում է ամբողջությամբ էլի արվում է AI-ով։ Էս երևի ավելի շատ այդ էգոն կա այստեղ, որ ուզում ես անես նոր գործիքներով, նոր մի քիչ բան ուզում ես անես։ Այդ նորարար լինելու ոնց որ այդ ցանկությունն է։ Հա, դե տենց ուզում ես էլի, որ դու էս էլ փորձես, կարող տենաս քո մոտ ստացվեց թե չէ, բայց միանշանակ այդ պատվիրատու հետ հասկանալով ամենասկզբից էլի ինքը համ էգո կա ու խնդիր լուծելուներ կա, այսինքն ինքը մոտ խնդիրներ լուծում։ Իսկ առհասարակ կրեատիվի ոլորտում եթե նայում ենք, շատ է։ Ուղղակի պետք է հասկանաս, որ պարագայում ես էլի կիրառում։ Ես մի հատ լավ use case էի կարդացել, որ կա տենց բռնցքամարդ, հեսա մի հատ անունը հիշեմ, ոնց էր, մոտս գրել էի։ Anthony Joshua, ես տենց առանձնակի բոքսը չեմ նայում, բայց այս case-ը շատ հետաքրքիր էր, որ ինքը պետք է ունենար չեմպիոն, ոնց որ չեմպիոնի կոչումի համար բաներ, կռիվեր իրենց մոտ, ու բայց պետք է գովազդային կամպեյն անեին, ու ինքը 0 ժամանակ ուներ, որ ինքը նկարվեր։ Իրանք լրիվ իրանք կանավորել էին 3D-ով, հետո AI-ի միջոցով արել էին եկա կամպեյն, որ շատ լավ աշխատել էր։ Ու ոնց որ sense այդ use case-ը նրա մասին էր, որ այլևս կարող է եւ պետք չի ներգրավել թանկարժեք աստղի ոնց որ սիոմիչնի օրը, հա, նկարահանման օրը, այ կարելի է AI-ի միջոցով ոնց որ իրան ինչ որ դեր փոխարինել ու մանավանդ որ ինքը դերասան չի, այսինքն ավելի լավ արդյունք ստանալ, որովհետև իր հետ երևի, չգիտեմ, 50 դուբլից կարող է ստանալ այն ինչ որ ստացել են, բայց առանց իրա, ոնց որ այդ AI-ի գեներացված տարբերակով ստացել են ինչ որ ուզեցել են։ Տենց այդ ուղղությունով ինչ որ փորձեր բաներ կարող է դեր մոտ էլ եղել է կամ չի եղել, կամ ընդհանրապես ոնց եք վերաբերվում դրան, որ
կարելի է իրական մարդուն փոխարինել ու ընդհանրապես ինձ երևի ոչ մեկ էլ չի նկատի դա։ Դժվարն ասեմ կնկատեն թե չէ, որովհետև մեկը դրա մասին պետք է հրապարակում ունենաս։ Եթե արել ես գովազդային հորովակ, մեջը խաղում է ինչ որ հայտնի մարդ։ Հա։ Ճակերտավոր խաղում է։ Գեներացրել ես։ Մեկը դա պետք է ինչ որ մի ձև նշես։ Հա, հայտնի մարդկանցից էս մի քանի տարի առաջ մեգաֆոնը օգտագործեց Բրյուս Ուիլիս։ Հա։ Ստացել էին Բրյուս Ուիլիս այդ deepfake-երով բանով առաջի անգամ այտենց ինչ որ փորձել էին ստանային։ Հա, deepfake. Deepfake вообще это просто տենց հա deepfake էլի։ Հա, ստացել էին Բրյուս Ուիլիս, Հա։ բայց մեկը ինքը Բրյուս Ուիլիսը չէ էլի։ Հա, դու նայում ես այդ բանը Գրեպկի արեշկի սցենարներն էին բան անում էլի, վերարտադրում իրան գովազդային շարքերը ձև էին անում։ Спецносок. Миссисипи. Миссисипи. Ստացել էին լիցենզիա, բնականաբար, այսինքն դու պետք է տվյալ պարագայում կապ չունի AI-ից գեներացն դու միևնույնն է, դու այդ մարդու հայտնիությունը իր դեմքը, որ տարիների ընթացքում ինքը դրա վրա աշխատել է, դու այդ վերցնում ես ի նպաստ քո բիզնեսի։ Այսինքն դու ինչ որ բան ես ուզում առաջ խաղացում ես ուզում ունենաս մի հատ product ես ուզում վաճառես, վերցնում ես հայտնի մարդուն ու իր դեմքի վրա ես չէ կառուցում։ Էլի ինչ որ վճար տալիս ես բնականաբար Բրյուս Ուիլիսի պարագայում լրիվ ուրիշ թիվերն որ ինքը գալ հասներ, ուրիշ թիվա որ իրան ես տենց գեներացրել։ Բայց դա մեկը Բրյուս Ուիլիս չէր էլի։ Այսինքն նայում ես իրան տենց շատ հետաքրքիր են որ արա դզեց Որտեվ ուղղակի անսովոր էր դրա համար էր հետաքրքիր որ Բրյուս Ուիլիսը ինչ որ անսովոր վիդեոերում հետաքրքիր է մեգաֆոնի ռեկլամ։ Նայում ես, հա, մեգաֆոնը Ազամատն էր կարծեմ երկրորդ պերսոնաժը, իրական պերսոնաժը։ Ազամատը իրանք բաներ էին էլի, տենց նապարնիկներ էին երկուսով։ Հա, դու ինչ որ մի հատ բան նայում ես, չեմ էլի ֆիքսել, ասենք օֆերին չէր էլի գովազդային հոլովակի։ Իրան նայում ես որպես հետաքրքիր բան, տենց ատրակցիոնի տարբերակով էլի, բայց որ ինքը գա հələ որ փոխարինի, այդ մի քիչ հարցական է էլի։ Ոնց է գալու։ Շատ են տենց անում, մի հատ էլ տենց кейս կա, որ կա մի հատ հնդկական դերասան, Շարուխ Խան, ինքը ամենահայտնի Բոլիվուդի դերասաններից մեկն է, եկել էին իր դեմքը ու տվել էին մարդկանց հնարավորություն, որ իրանց խանութների ռեկլամում օգտագործեն իր դեմքը ինչ որ ռոյալթիի դիմաց։ 130,000 վաճառք էին ունեցել այդ product-ի, որ իր դեմքը օգտագործեն։ Ոնց ինչ որ մի քանի տասնյակ միլիոն դոլարի ռևենյու։ Մենակ դրա վրա։ Այսինքն պրոստը ինչ որ նոր use case-եր են մարդկանց, ոնց որ բիզնես մոդելներ են ոնց որ ստեղծվում։ Դե հա միանշանակ անելու են։ Սա փորձում են ամեն մեկն էլ ինչ որ այդ նոր բանը անելու է էլի։ Սա կփորձեն, բայց մեկը դա կիրառելու համար է։ Խոսքը եթե գնում է այդ հնդիկ դերասանի մասին, էլի կարանք նայենք բանով, այս տեսանկյունից նայենք, որ այդ մարդու ինչ որ անհատի օրգանիկ մարդու, որ էլի միսու արուն է, իր հայտնիությունն է, չէ, օգտագործում։ Հա։ Իր հայտնիությունն է օգտագործում։ Մեկը հիմքը պետք է էլի այդ լինի։ Չէ, անպայման իհարկե։ Որտեվ անընդհատ կարա հնարավորություններն է ուղղակի շատ անում։ Այսինքն ինքը կարա պերսոնալնի գովազդանի մարդուն, որը որ ու 130,000-ը պերսոնալնի կարա լինի։ Այսինքն այդ ամեն մի գովազդը կարա նենց պերսոնիֆիցիրованный լինի, որ ապշես ուղղակի։ Դա նոր հնարավորություն է։ Պետք է հաստատ բան է, այնտեղ ինչ որ մեծ բրենդներ, top բրենդները չեն օգտագործել այդ մարդը։ Երևի, հա, այդ 130,000-ի մեջ կարող է։ Նույնն էլ էջենսիների տեսանկյունից նայենք։ Եթե դու պետք է գնաս էջենսի դիմես, բայց բիզնես ես ստեղծում, ուզում ես գովազդ ունենաս, այս պարագայում բիզնեսը դրան է։ Չգիտեմ, սպես ուզում բացես, որը որ մասնակցելու է տենդերներին ինչ որ բաներ, հիվանդանոցների համար գնելու է ինքը աթոռ կամ պարկետ կամ ինչ որ բան, ներք։ Շինարարական տենդերներ ես մասնակցելու։ Քեզ այդտեղ էջենսի պետք չի, որովհետև քո բիզնեսի կոնցեպցիան արդեն ունենց է, որ քո անունը,
քո բնականաբար լավ չի որ մորգ լինի բան էջենսի բանի տանունը ՍՊ-ի, բայց քո անունը, քո լոգոն առանձնապես դեր չի խաղալու։ Հա։ Ոչ մեկ չի ասելու որ Նույնիսկ հետաքրքիր լոգո է, մենք կարող է իրան հրավիրենք բան էլի, ստեղ քեզ պետք չէ էջենսի։ Ստեղ դու հանգիստ կարաս առանց էջենսի անես, որովհետև դու ստեղ լոգո է քեզ պետք։ Քեզ ստեղ պետք է հետաքրքիր ինչ որ փոքր վիդեոներ, որոնք որ տենց դնելու ես պրեզենտացիայի մեջ, այն հանձնաժողովն է, որ որոշելու է տենդերը մրցույթը հաղթում ես թե չէ, ինքը նայի իմանա դու ինչ որ պատմություն ես, փորձ ունես կամ ինչ որ։ Հա, քեզ այդ բaragայում քեզ էջենսի պետք չի, քեզ հաստատ է լրիվ բավարար է։ Քեզ ստեղ լոգո է պետք, որովհետև ստեղ բիզնես պետքա նայենք, բիզնեսին պետքա լոգո թե բրենդինգ։ Լոգո, որ քեզ ինչ որ մի հատ ներկայանալու բան է պետք, այսինքն ինչ որ գնալու ես մի հատ տեղ, որտեղ որ մութ է, հաստատ հագուստ առնելուց առանձնապես չես մտածելու, այս ծալքերը կարող է էսի շուտ փոշի վերցնի, մութ է, ոչ մեկ չի տենալու, չէ։ Բանա, չգիտեմ, տենց աշկերը փակած սաղման են գալիս, տեղա ինչ որ միջոցառում է, լավ։ Բանա, այս բaragայում դու առանձնապես ուշադրություն չես դարձնել, չէ՞, ինչ որ ես ընտրում։ Կամ գնում ես ահավոր ինչ որ ցուրտ տեղ, քեզ պետք է ուղղակի տաք լինել։ Դու նայելու ես որ սվիտերնա տաք։ Չես նայելու, բայց այս սվիտերը տես, օրինակ կապուտ սվիտեր է, բայց ջինսս եթե բանա կարշնվիա կարող է այդքան էլ լավ իրար չսազի։ Նմանատիպ բիզնեսի բaragայում, երբ որ քո բիզնեսը տենց է, զուտ գնալու ես մի հատ ցուրտ տեղ պետքա չմրսես, քեզի պետք չի լոգո։ Բայց եթե դու գիտես որ հետո պետքա եղանակը փոխվելու է, լինելու է գարուն, գալու են լիքը մարդիկ, լինելու է ամառ, գալու է պլաժնի սեզոն, բան, դու ուզում ես հասկանաս այդ երկարաժամկետ ընթացքում դու մենակ այդ սվիտերով չես կանալու, չէ՞։ Իսկ բրենդինգը արդեն հենց այդ բոլոր տարվա եղանակներին պատրաստ լինելն է, էլի։ Ոնց ես դու հետո պատրաստ լինելու։ Եթե դու անում ես փոքր ինչ որ բան, ուզում ես բանից հետ չմնաս, տրենդից հետ չմնաս, այո, հաստատ պետք է AI օգտագործես։ Մենք AI օգտագործում ենք լիքը գործիքներ։ Օրինակ ինչ գործիքներ եք օգտագործում։ Ամենաշատը ChatGPT։ Հա։ Նու բնականաբար այնտեղ գալիս արդեն, չգիտեմ, Suno, Midjourney բան, նմանատիպ ինչ որ բաներ գալիս են գործի համար, կարող են օգտագործեն FreePic-ն է գալիս նու իր վիդեոյի պակետներով բանով օգտագործելու AI-ի։ Բայց ամենաշատը երևի ChatGPT-ն է։ Ես իդեպ Suno-ի մասին էի ուզում հարցնել, Suno-ն ինքը ինչ որ բան փոխել է вообще աշխարհում, որովհետև նես տպավորություն է, որ երաժշտության հեղինակային իրավունքները դա sense ամենամեծ խնդիրն էր ընդհանրապես, երբ որ դու ինչ որ վիդեո ես ուզում արտադրես, գովազդ ես ուզում արտադրես, ես հիշում եմ մի հատ ինչ որ պրոյեկտ կար, որ $400,000 տվել էին ինչ որ հայտնի երաժշտին, որ իր բանը երաժշտությունը կարողանում օգտագործեն եւ այլն, իսկ հիմա դու կարաս մտնես Suno, ասես որ իրան որ ինքը գրի քեզ Hans Zimmer-ի ոճով դուդու կտակից դրած բանկի համար մի հատ երաժշտություն, ռեկլամի համար։ Ու ինքը քեզ դա կստեղծի, ու եթե դու ունես վճարովի subscription, դու իրան կարաս օգտագործես։ Տենց չի։ Տենց է, այստեղ հարցը այն է, որ նո ես վերջերս կանայեցի բանել, Spotify կարծեմ մի քանի միլիոն երկ ջնջեց իր մոտից։ AI-ով գեներացված, հա։ Այդ երևի արտիստների պահանջներ եղել ինչ որ չափով, հա, որովհետև պատկերացնում եմ։ Հայ մարդկա, ասենք, չգիտեմ, 70 տարեկան երգիչը կյանքի վերջի 68 տարին ինքը գնում այդ ամեն ինչին, ու մեկ էլ բանա, դուք իր միակ ապրոստի միջոցը դա է, որ Մրայաքերի ամանորյա երգը, չգիտեմ 11 ամիս ոչ մեկ չի լսում, նոյեմբերից մինչև դեկտեմբեր առաջի տեղով գնում է։ Այո։ Հիմա տենց դու իր ալտերնատիվ անես, այդ մարդուն դուր չի գալու։ Բայց Suno-ն մեզ օգնում է հիմնականում պրեզենտացիա անել իդեան։ Հա։ AI-ի ամենամեծ դերը բանում կրեատիվ ոլորտում։ Էդ այնա, որ դու կարողանում ես այն ինչը որ մտածում ես, այն ինչը որ դու պատկերացնում ես, ուզում ես որ դիմացիդ նստածն է պատկերացնի, այդ ավելի կարողանում ես բերես ընդհանուր մի հատ բանի վրա դնես հարթության, որ երկուստ էլ հասկանաք ինչա ձեզ սպասում հետագայում։ Այսինքն ես շատ հետաքրքիր է, որովհետև ես ունեցել եմ խոսակցություն հենց ծրագրավորման ոլորտից, ու այնտեղ էլ օրինակ այդ vibe coding-ը որ կա, այնտեղ ասում են, որ vibe coding-ի գլխավոր դերը ոչ թե նա որ ծրագիրներ գրի, այն նրա համար որ պրոտոտիպը կարողանա գրի, որ ծրագրավորողին հետո տաս որ ինքը դա իրականացնի։ Հա, այս բaragայում արդեն գալիս է պատվիրատուն, եթե ես օրինակ պատկերացնում եմ, հիմա տեսա, պետք է ներկայացնեն գովազդային հոլովակի սցենար։ Բնականաբար չես գնալու, չէ՞, դու Word-ը բացես, կարդաս, ասես, երկրորդ տեսարան հերոսուհին ուրախանում է, երբ տենում է, որ սառնանը լի է, չգիտեմ, X բրենդի բաներով,
կատնամթերքով։ Բնականաբար սկսում ես նկարել, քո խնդիրները որոնք են, կանչում ես նկարիչ։ Այս storyboard ասվածը Հա, նկարիչին բացատրում ես, ես մի քիչ սենց ստացվեց, ինքը գնաց պլանշետի վրա արեց, տեսար որ բանա, չէ, բայց ավելի լավ կներ որ սառնանի մեջից լիներ կադրը։ Մի հատ զանգում ես իրան, գրում ես, ասում ես, մի հատ սառնանի մեջից կարաս փորձես, ասում ես, օքեյ, եթե հեսա քեզ առավոտը կուղարկեմ։ Սենց ունենում ես լավագույն դեպքում, չգիտեմ, վերջի պահին ունենում ես սլայդներ, ցույց ես տալի որոշ չափով հասկանում է։ AI-ի պարագայում դու նշում ես մի հատ սառնանի ներսից ռակուրս, մի հատ է թող լինի ամենավերևից, սառնանի հենց վերևից առաստաղի կողմից հայացք լինի, մի հատ լինի այս կողքից ձախ մասից լինի, հիպերռեալիստիկ սենյակը մի քիչ մութ է, բայց հետևը բրենդավորված այդ բանա կապուտ գույների լույսեր են, նեոններ են տենում, այսինքն դու մի հատ ամբողջական բան ես նկարագրում պատվիրատուին, նա սկզբից AI-ն ստանում ես ու հետո քո պատվիրատուին ցույց ես տալիս, ասում ես սենց բան եմ ստանում։ Բնականաբար այստեղ կա երկրորդ խնդիրը, որ կարողանաս բան ցույց տաս, որ հետո էդի չկարողանաս ստանաս, այսինքն բանա, քո բանա, հա, երբ որ Արտասնում ես կյանքը դա։ հա, սպասումներն ու իրականությունը մի քիչ իրար չհամապատասխանեն, էլի, ինձ բաներ գաս պատմես, վերջում դրակոնը Մարիոտի գլխին լինի, էլի։ Բայց ինքը օգնում է, նույնը Սունոն։ Օրինակ դոպինգը շատ ունի բաներ, գովազդային հոլովակներ, որտեղ որ հենց իրանք երաշտական են։ Այսինքն կառուցված են բանի վրա, երաժշտության հիման վրա, երգաբան ու Բայց դուք օգտագործում եք Suno-ից ստեղծված բան հենց իմենա գովազդի մեջ։ չէ, Ինչի՞, որն է պատճառը։ նախ հայերեն երգերը չես կարող ստանաս։ Հա։ Հայերեն երգը մեկա բանա, խոսքը լավ չի լինում։ Ես ես վերջերս մի հատ Ժամկոչյանի remix-ն էի լսել։ Ուր որ գնաս, հետդ կգամ, հենց օրգան չես մոտդ կգամ, մոտդ կգամ, հետդ կգամ, հետդ կգամ։ Տիգրան Ժանկոչյանի հետդ կգամը լսողների 99%-ը գիտի հաջորդ նախադասությունը։ Երբ որ ասես ուր որ գնաս, ինքը կասի հետդ կգամ։ Հա։ Նույնիսկ եթե Սունոն ասի հետ այտենց բառ ասի, դու մեկա լսելու ես։ Այդ բառն ես, քո իմացած բառն ես լսելու։ Երբ որ խոսքը գնում է գովազդի մասին, դու առաջարկ ես անում, որը մարդը առաջի անգամ է լսում։ Հա։ Այստեղ շատ կարևոր է միջև 4 ամիս, թե միջև 5 ամիս է հնչում։ Կամ բանա, չգիտեմ, 6500 դրամ, թե ընդամենը 6900 դրամ։ Մի փոքր բանը հանգավորումը, շեշտը բան, մի քիչ սխալ գնաց, լրիվ ուրիշ միտք ես փոխանցում։ Դրա համար գովազդի պարագայում, որ մարդը առաջ անգամ է լսում, էլի։ Երգը կարած լսես, ասես, շատ լավ ա եղել, ունենք թաթայի երգ վերցնես, փոխես, ասես, ինչ կայֆ ստացվել է։ Բայց դու գիտեր թաթայի երգը ոնց էր։ Հասկացա։ Իսկ ուրիշ օրինակ բերեմ, եթե վեկալենք, երթև ինձ անցած ոդկասթի ժամանակ հասցին, որ վեկալենք սխալ հայերենով ասել, պետք է վերցնել։ Էլի մեզ ինձ թվում է այսօր լիքը կասեն։ Վերցնենք, ճիշտ է վերցնել ասելն է։ Ուրեմն եթե վերցնենք բաները, սթոքերը, որտեղ որ դրած են տենց ինչ որ երաժշտություններ, որը որ օգտագործվում է ֆոնային բանի, մուզիկայի համար բանի եւ այլն։ Ինքը այդ ոլորտի մեջ մտել է, Suno-ն կամ Udio-ն, որը որ тоже բանա աուդիո գեներացնում։ Թե ավելի լավը գնալ այդ ստոքերից վեկալել իրականը, այնտեղ կա subscription, այնտեղից ոբշեմ օգտագործել, քան գեներացնել, նստել գեներացնել ժամերով։ Ըստ եմ փոքր գաղտնիք բացենք, էլի։ Ստոքերից երբ որ վիդեոներն առնում են, հա, սովորաբար մեր շուկայի մասն է խոսքը գնում Հայաստանի 99% դեպքերում սա սխալ արվում։ Ինչը։ Այդ process-ը գնման։ Նախ շատ քիչ դեպքեր կան, որտեղ որ գնորդը նշում է, որ դա կոմերցիոն նպատակով է։ Որտեղ դա արդեն շատ ավելի թանկացնում է։ Անկամ 10 դառնում թիվը։ Այսինքն եթե այնտեղ դու ուղղակի առնում ես մի հատ տրեք $100, երբ որ նշում ես կոմերցիոն նպատակով, ինքը առնվազն $900 դառնալու է թիվը։ Երկրորդը հաճախ տենց հանդիպող սխալները։ Դու պատվիրել ես բան, գովազդ, ես նկարում եմ գովազդը, հաստում եմ մեջը մի հատ տեսարան, որտեղ որ պետքա բաժակը դնենք սեղանին։ Սա մոռացել ենք նկարենք։ Ես ինչ եմ անում, առաջարկում եմ, ասում եմ, արի այս բաժակի կադրը առնենք ստոկից։ Պատրաստի, որովհետև պետքա հավաքենք նկարանող խումբ, բան, պետքա նկարենք, այս արի ավելի լավ առնենք։ Դու ասում ես, խնդիր չունեմ։ Եթե այս կադրը ես եմ առնում, սա օրինական չի։
Պետք է հենց հաճախ խորհրդար։ Դու պետք է առնես, որովհետև բանկերը, վիդեո բանկերի մոտ հարց առաջանում ավտորի, դու ասում ես ես չգիտեմ դու ինչքանով ես ծախել սա։ Ինքը չգիտի իմ ու քո հարաբերությունները։ Ինքը չգիտի ես էսի $100 առել եմ, քեզ ասել եմ 1.5 միլիոնով, թե չէ, ինքը ասում է դու ես առել, ես քեզ չեմ տալիս մեկը, որովհետև բանկերը, ստոկերը չեն տալիս քեզ վերավաճառքի հնարավորություն։ Դու պետք է քո ՍՊ-ով, քո քարտով առնես, դրա համար Սոնո եթե քեզ պետք է ինչ-որ օգտագործես կամ AI-ով ինչ-որ մի հատ տեսարան լսնես, մյուզիկը պետք է տենց ֆոնային ունենաս, հա հանգիստ կարաս գեներացնես, բայց եթե խոսքը գնում է հստակ մեսեջի մասին, արդեն բարդ է։ Հա, ես վերջում մենք տենդեր ունենք, որտեղ որ գրված էր, բանը, մեր կոպիրայթերները գրել էին տեքստը, ընդհանուր պատվիրատուի այդ առաջարկը, ինչ որ լինելու է իր գովազդային մեսեջը, այդ դրա շուրջ գրվել էր երգ։ Ես ման էի արել հանդիպել էի Գրեգի հետ, Դավիթի, ու Դավիթը հենց միանգամից էդի կարդում էր, ու մյուզիկը իր առանժիրովկեն բան սաղ անում էր, որ ամեն մեսեջը լինի հստակ, որովհետև դու այնտեղ չես կարա թողես ինչ-որ հարցական, իրավաբանական մասն է կա էլի դրա։ Մի հատ էս դեպք ա եղել, երբ որ Սորան էր OpenAI-ի դուրս եկել, ու իրանք թողարկել էին հենց կոնկրետ մի հատ վիդեո կինը Տոկիոյում, ու այդ ժամանակ ընկել էր սաղ ստոքերը, հենց Shutterstock-ի, Getty-ի, որտեղ որ մարդիկ մտնում են հենց կակրաս այդ կարճ վիդեոներն են առնում, որովհետև մտածել են, որ կարան հենց վիդեոները գեներացնեն։ Էդի ոնց որ երկու շուկա է, որ երևի մեր համար հենց տարբերություն չկա ստոքերից վեկարել, թե գեներացնել։ Եթե գեներացնելը ավելի լավ որակի բան է տալու, ի վերջո, մենք կարանք գրանք մտնենք գեներացնենք, եթե ստոքերից է հիմա ավելի լավ ու ավելի արդյունավետ է վերցնել, երևի ստոքերից է պետք է վեկալ, եթե նկարելն էր ավելի հեշտ լինելու, ուրեմն նկարելու էինք։ Ոնց է այդ շուկաները, ոնց որ բիզնեսները, որոնք որ տասնյակ տարիներ միջև այդ աշխատել էին ու մտածում էին, որ իրանք IPO-ներ են արել, միլիարդավոր կազմակերպություններ են բաներ են, բայց իրանք հիմա կարան դուրս գան շուկայից, որովհետև ուղղակի կարելի է գեներացնել այդ վիդեոն, որը որ դու ստոքում դրել ես։ Դրա հակառակ օրինակը նայենք։ Ֆրիպիկը միշտ ինքը եղել է բաներ, ֆոտոներ, իլյուստրացիաներ, ինչ որ գրաֆիկական տարբեր բաներ, պատկերներ, գնման, որոշները նաև անվճար, գնման հնարավորությամբ հարթակ։ Ինքը շատ արագ ադապտացավ, տրանսֆորմացիայի ենթարկվեց, ստեղծեց լրիվ առանձին բիզնես, գեներացման վիդեոների ու հիմա ինքը դոմինանտներից է շուկայի։ Այսինքն ինչքան դու ժամանակի կանոնները տենց շուտ կընկալես, որ փոխվել է խաղի կանոնները փոխվել է, ինքը հիմա ունի էլի իր ֆրիպիկը կա, մեկ էլ ինքը ունի վիդեոների գեներացիա։ Այսինքն ուղղակի կազմակերպությունը պետք է տրենդի մեջ մնա ու Հա, ինքը միանգամից հասկացա, որ այստեղ մահանալու է, ինքը էլի պահում է դիզայներների համար որոշակի, չգիտեմ, պատերներ, բաներ, այստեղ պահում է այս հարթակում, բայց այստեղ ունի ֆանտաստիկ վիդեո գեներացման բան, պլատֆորմա ունի, որը որ տենց ահավոր լավն է, էլի։ Այստեղ կախված է, ինձ թվում է Shutterstock-ը հաստատ կգնա նրան։ Դե Getty մեջ մի քիչ ուրիշ է ինքը Getty-ն։ Այնտեղ նաև ահավոր մեծ քանակություն է հեղինակային ֆոտոները։ Օրինակ, չգիտեմ, Աստղը գնացել է ինչ-որ մի հատ տեղ հյուրախաղերի, երգել է, դու ու նյուզերը դա օգտագործում են կամ մեծաները օգտագործում են։ Չի կարա ինքը օրինակ բան անել, չգիտեմ, Guardian-ը վերցնի, գեներացնի բանին, Shakira-ին դնի ու հոդված անի Shakira-ի մասին։ Ինքը Shakira-ից որ վերցնի մենեջմենտից ահավոր թանկ է լինելու, ինքը Getty-ից է գնալով վերցնելու է։ Getty շուկան մի փոքր այլ է։ Այսինքն այնտեղ գներն են ուրիշ։ Օրինակ Shutter-ում եթե այդ պակետն է, Getty-ում կարծեմ կարող ֆոտո լինի մի քանի $100 լինի, էլի։ Դե Shutter-ում այդ գները չկա։ Այստեղ հարցը ոնց իրանք կադապտանան, էլի, բայց Shutter-ից թվում է շատ արագ կան։ Ինքը մյուզիկները միանգամից մտցրեց։ Իրան ոչ մի բան չխանգարեց, որ ինքը ընկալվում էր որպես ֆոտո վիդեոյի հարթակ, մեկը միամիտ տենց հայտնում է մոտը մյուզիկ։ Ինքը շատ արագ կադապտանա, որտեվ Մաշին իմաց չկա իրանց տեղը անհանգստանալ, իրանք հաստատ տակից դուրս կգան։ Այս թվում է իրանք այդ բանը, էլի, այդ նույն AI բաներ ստեղծողների հետ տենց անձնական հարաբերություններն են, կարող միջև է իմանան, էլի, երբ հա մտնելու update-ը ասեն մի քիչ սպասես մենք էլ պատրաստ ենք դրան։ Շատ հետաքրքիր է։ Կա տենց մի հատ էլ առանձին քննարկում, այն ինչ որ գեներացվում է AI-ով, ինքը ոնց իրան ընկալել։ Օրինակ, տենց մի հատ
կոնկուրս կար Կոլորադոյում, որտեղ որ հաղթել էր մի հատ նկար, իր անունը Theater d'Opera Special, ու ինքս լավ արվեստոտ նկար էր, բայց գեներացված էր Midjourney-ով։ Ու ինքը հաղթել էր այդ կոնկուրսի ժամանակ, ու հետո մեծ քննարկում էր սկսվել вообще ինչ իրավունք ունի AI-ով գեներացված նկարը մասնակցության դեղ, որտեղ որ մարդիկ բաները ոնց որ մարդիկ են ստեղծում արվեստ, ու այդ քննարկումը ոչ միտեղ իհարկե չբերեց, ոնց որ շատ քննարկումները, որ հիմա աշխարհում տեղի են ունենում, ամեն մարդ մնաց իր կարծիքի, բայց օրինակ ես որ մտածում եմ դրա շուրջ, ես մտածում եմ արվեստը դա ինչ է, արվեստը ինչ որ մի բան է, ինչ որ մի պրոդուկտ է, որ ստեղծվել է, որ մարդու մեջ ինչ որ էմոցիա առաջացնի, որ կյանքի մասին, ինչ որ կյանքի հատվածի մասին, իրան ինչ որ բանի մասին ստիպի, որ ինքը մտածի, խորանա եւ այլն, այսինքն դրա մասին է արվեստը, ու ինչ տարբերություն դու ինչ թուլով ես դա անում, ես կարող եմ օրինակ բերեմ, որ մարդիկ կարող վրձինով են նկարում, իսկ ես գիտեմ նկարիչ, որ ծաղիկներով է նկարում, այսինքն ինքը գնում է ծաղիկները քաղում, ու այդ ծաղիկներով նենց նկարներ է ստանում, այդ կոնկրետ նկարչու մասին եմ ասում, հա, այսինքն դա թուլ է, ինչով ես դու անում, հիմա AI-ը կարա արվեստ ստեղծի։ Գնանք 100 տարի հետ։ Մարդիկ նույն հարցն են տվել իրար, որ հիմա դու ես տալի։ Էսի արդյոք արվեստա թե չէ։ Երբ որ դադայիզմը սկսեց առաջ գալ 19-20 թվականներ, եթե չեմ սխալվում, Մարսել Դյուշանը ուղարկեց ցուցահանդեսի պիսուար, վրան ստորագրեց, ուղարկեց։ Ու դադայիզմի հենց այդ պրոցեսը հետ էր, որ ով է որոշել արվեստը որն է։ Ինքը ասեց, ես մտածում եմ, որ այս պիսուարը արվեստի գործ է, որի վրա ես ստորագրել եմ։ Էս իմն է։ Ես իրան թեք եմ դրել, ինքը իր սովորական դիրքում չի, այլ հարթության վրա եմ ներկայացնում, ու ստեղ ես ունեմ խոսք։ Դրանից հետո ծնվեցին դադայիզմը բերեց տարբեր հերոսների, տարբեր մարդկանց բերեց, ովքեր նույն մոտեցմամբ են գալիս, իրենք հիմնականում պրոցես էին անում ընդունված կարգերին։ Բան չի փոխվելու, անցնելու է մոտավորապես, չգիտեմ, 2125 թվականի դեկտեմբերին երկու հոգի նստելու են, ասելու են, չգիտեմ, այսի արվեստա թե արվեստ APC-ին ըստ քեզ արվեստա թե չէ, նույնիսկ ասելու է, արի 100 տարի հետ եթանք։ AI-ը ժամանակին որ ստեղծեց արվեստ էր թե չէ։ Կրկնվելու են անընդհատ, որովհետև այդ դրանք չունեն հստակ ձևակերպումներ, էլի, ինքը արվեստա թե չէ, ինքը պետք է հաղթեր թե չպետք է հաղթեր, այստեղ որտեվ հարցա պետք է նայենք ինքը որ կատեգորիայում հաղթե, կարող է տվել են նորարարական խոսք, նոր գործիքներ, որովհետև AI-ը նույնիսկ եթե ինքը գեներացված է անհասկանալի ինչ որ միջավայրում, չէ, բայց ամենակարևոր պահը այստեղ AI-ի, որ ով է խնդիրը տալիս, որովհետև մեկը մարդ է դա կան, այդ նկարը որ ստացվել է, գեներացվել է, ինչ որ մեկը, որ մասնակցել է փառատոնին, չէ, ինչ որ մեկն ասել է մի քիչ է փոխի, մի քիչ էլ էս, մի քիչ էլ են, լավ է։ Ես ուզում եմ էսի։ Չգիտեմ, պարտադիր չէինք իր ձեռքով անել։ Այնտեղ մի հատ պատմություն կար Միքելանջելոյի հետ կապված, որտեղ որ ֆիրմա բառը ասում է ինքնա գիդն էր պատմում, հռոմում էինք, գիդն էր պատմում, ասում է ֆիրմա բառը հենց իրանից է եկել։ Ասում է, երբ որ ֆիրման նշանակում էր, կարծեմ լատիներեն ավտոգրաֆ, ստորագրություն։ Ինքը կանչում էր տարբեր նկարիչների, պետք է ինչ-որ մի քանի հոգու նկարեն, տեսարան այգում։ Մի նկարիչին ասում էր դու կանես իրանց սիլուետները, մեկին ասում էր ձեռքերը, մեկին պեյզաժը, ես կգամ, օրինակ չգիտեմ, հայացքը բանը կնկարեմ, տակը ես եմ ստորագրելու, իմ ֆիրման է լինելու, հետևաբար էս իմ նկարն է։ Հա։ Ու պատվիրատուի համար ինքը գիտեր, որ այդ պատասխան ֆիրմային է դիմել, այսինքն մեր հիմիկվա իմացած այդ ֆիրմայի հասկացողությունը ինքը դիմել է այդ մարդուն։ Շատ հետաքրքիր է, չգիտեմ։ Ու ստեղ կապ չունի, չէ՞ որ պատվիրատուն չէր ասում, հա բայց դու ձեռը դու չես նկարել, էլի, ինչ որ մարդ կա քո մոտ, որ ձեռն է նկարում։ Դու եկել ես, բայց ինչ որ մեկը կոնտրոլ է արել այդ ամեն ինչը։ Ինքը նայել է, ասել է լավ է, վատ է։ Այսի լավ է, որ ասում է, արի շատ լավ է, որովհետև ամենաբարդ իրականում իմ կարծիքով այդ լավ է, всё, ունենք, հա, всё, ինքն է։ Հա կամ չէ ասելն։ Այդ է, հա, որովհետև ինչու մեկը պետք է այդ մարդը ասել է, չէ՞ որ հայ էսի շատ լավ է, ունենք։ Всё, ավել բան չեմ ուզում, վերջ։
Ստեղ այդ պատասխանատվության այդ կետն է, որովհետև մարդը պետք է կարողանա նաև իր վրա վերցնել այդ պատասխանատվությունը։ Իսկ AI-ի պարագայում ինչ որ մեկը խնդիր է տալիս։ Բացի դրանից խնդիր տալուց, ինչ որ մեկն էլ այդ երբ որ խնդիրը լուծում է AI-ը, ինքը ասում է լավ է կամ վատ է։ Դա համար ես միշտ դեմ եմ, օրինակ մեր մոտ երբ որ junior copywriter-ը կամ սկսնակ դիզայները, ես միշտ դեմ եմ, որ իրանք սկսում են AI-ի հետ արդեն դուի անցնել, էլի։ Որովհետև սկսում են AI-ին անընդհատ խնդիրներ տալ, իրան ինչ որ թեթև օրվա են գործերը AI-ին փորձեն դիմեն, ես դրան կատեգորիկ դեմ եմ։ Դակի։ Որովհետև AI-ին խնդիր տալու համար ու խնդիրը ստանալու վերջնական լուծումը ու որոշելու ունես թե չունես, դու գոնե ինքդ պետքա դա առած լինես։ Ինքդ պետքա ունենաս բավարար չափի փորձ, որ արդեն գնաս, որովհետև մկանային քո զարգացումը չի աշխատելու այդ ուղղությամբ։ Դու էլ չես մտածելու էդի ոնց են, դու չգիտես դրա խնդիրը ոնց են ձևակերպում, որովհետև ասում եմ լավ ձևակերպած խնդիրը համարյա 70% էդի լուծումն է, չէ՞ իրա։ Երբ որ դու կարողացել ես լավ խնդիրը ձևակերպես, մոտավոր 70%-ով լուծել ես խնդիրդ։ Հիմա որpիսի դու կարողանաս խնդիր տաս AI-ին, դու ինքդ պետք է մի քանի անգամ այդ խնդիրը քեզ տված լինի։ Ֆունդամենտ պետք է։ Դու կարողացած լինես այդ ամեն ինչը լուծես, որ նոր հասկանաս, որ այստեղ AI-ը քո համար ոչ թե խնդիր է լուծում, այլ մենակ քո ժամանակն է կրճատում։ Դու դա ինքդ միանշանակ կարայր անեիր, ուղղակի ժամանակի հարց էր։ Բայց երբ որ դու այդ չգիտես ոնց են անում, գրում ես, բանա բրիֆինգ ստանում կամ օրինակ մարքեթինգային ստրատեգիա, ակնհայտ է, որ ինքը AI-ով է։ Այն բանը ChatGPT-ն նա մեջտեղը երկար գիծա է դնում։ Այո, այդ դրանով շատ հեշտ է հասկանալ, որ ինքը։ Հա, մենք մի հատ բան ունենք, աշխատող ունենք, միտքը այնտեղ գրել, Word-ով ուղարկել է, նայում եմ տեքստը, մեջը ռադիոյի իկոնկա է։ Երբ որ խոսում է ռադիոյի մասին։ Հա, մեկ էլ ինքը շատ սիրում է այդ իկոնկը դնում։ Հա, ասում եմ, այս սաղ դե նոր է գրել, ինքը ասում եմ, այս սաղ դու ես գրել, հա, սաղ ես եմ գրել, ասում եմ, հիմա այս մի հատ ցույց կտաս Word-ում ոնց ես հավաքում, երբ որ տեքստը գրում ես, նոր պարբերությունից։ Ինչն է սխմում, ինչ կոմբինացիա ես հավաքում, որ ռադիո է հայտնվում։ Կամ հիմա ինձ պետք է համոզես, որ դու WhatsApp-ում բացում ես մի հատ պատուհան ես բացում, էմոջիներն ես այնտեղ դնում ես ռադիո, քեզ ուղարկում ես copy ես անում, դնում ես որ ինքը շատ սիրում է լի, կամ ուղղակի ակնհայտ է, որ այս ռադիոն ռուպերը բան մրգի մասին ես խոսում, մրգերն են բան ասում, ուղեղա բան դնում ես, ես չգիտեմ էդի ոնց է ստանում, այսինքն այնտեղ make-up AI-ն էլ ունի, որովհետև AI-ը մեկ էլ ChatGPT-ն գիտես ինչ մի հատ բան ունի, ինչն է իր ֆենոմենը երևի, որ մարդիկ շատ են սիրում։ Որ ինքը միշտ ասում է ապրես շատ լավ հարցեր, շատ ուժեղ խնդիր ես։ Շատ գովում է։ Այդտեղ մարդը բան է, չէ՞, որ Հələ կարում եմ էլի, զորով չի։ Այսինքն ինքը օրվա ընթացքում ինքը առնվազն 10 հատ կոմպլիմենտ լսում է իր մտավոր կարողությունների վերաբերյալ։ ChatGPT-ն ասում է դու խես այդտեղ միջև հիմա ով ես դու։ Մեծություն։ Ինքը որ ֆանտաստիկ էր, ինչ մտքեր ես ձևակերպում, ինչ խնդիրներ ես տալիս։ Քեզնից 3 հատերն ես աշխարհը կփրկվի, հա։ Արդեն ինքն այնտեղ բան է, էլի դու որ բան է, ջել նայում արդեն էկրանին։ Մի հատ ես ընդես մեկը գիտի, որտեվ այդ մարդ ուզում է, չէ՞, երևի որն գովեն։ Հա, բազային պահանջների մեջ երևի մտնում է, էլի, որ քեզ գովան, քեզ գնահատված զգաս։ Իսկ ChatGPT-ն բացի քո խնդիրները լուծելուց նաև քեզ օգնում է, որ դու քեզ գնահատված զգաս։ Բայց դա չի խանգարում մարդուն, որովհետև իրան անդադ, որ եթե քեզ անդադ գնա դու ոչ քո ոնց որ ոչ նրա համար որ դու լավ ես կարողանում ինչ-որ մի բան անդադ ստանում ես տենց որ քեզ գովում են, մոտիվացիայի ոնց որ բան չի, կիլեր չի էդի։ Ինչ որ չափով մարդկանց համար ոնց որ այն շրջանակներում է։ Դե ցանկացած մարդու, որ եթե ուզում ես կորցնել իրան, սկսում ես մենակ գովել։ Հա։ Վերցնենք ցանկացիրա որ խեն այդ մցրել ChatGPT-ի մեջ։ Երևի վերելուծել են, եկել են նրան, որ մարդը դրա կարիքը ամենաշատ ունի։ Ու ինքը ավելի շուտ կմտնի ChatGPT-ի, եթե իրան անդադ այնտեղ գովեն։ Դե ինքը այնտեղ մի հատ միջավայրում է, որտեղ որ մեկը ասում է ես բժում եմ քո համար, դու ես ինչ մտքեր ես արտահայտում, էլի։ Էլի մաս չկա ուրիշ միջավայրում լինել։ Պետք չի ուրիշտեղ ինչ որ տենց երկար պատրաստվել խոսքը ասել, էլի։ Կմտնեմ ChatGPT-ին կասեմ, բանա, ես արթնացել եմ, ինչ ուտեմ, ինքը կասի փայլուն հարց։ Գենիալն է։ Ուսո, ինձ է դի։ Որ ասում ես որ ջոգիր, որ պետք է հարցնես ինչ ուզում ես կեր։
Չէ, այստեղ իրականում այդ շատ էմոցիաների վրա էլի կառուցված բան է, բայց մարդուն եւ մասնագետը, ով որ ինքը անձամբ չի կարողանում դրան հասնի, իրան սովորացնել AI-ի ճանապարհը, AI-ի լուծումը։ Այդ շատ սխալ է, որովհետեւ դու մրցունակ չես լինում։ Դու պետք է վստահես մի մարդու, որը որ մի հատ մասնագետի, որը որ համարյա քո չափա տիրապետում այդ նույն լուծմանը ինքն էլ է բայց AI-ով լուծելու այդ դու կլուծես էլի որովհետև քո տված խնդրից կախված է դրա արդյունքը ինչ անելու սկսնակ մասնագետն ասելու է ինձ պետքա ոդքասթի գովազդի սցենար որտեղ որ նստած են երկու հյուր կլոր սեղան սեղանին մի հատ պլանշետ բաժակ ու սցենարը լինի հումորային տալու է մի 10 հատ տարբերակ հումորային պլանշետն ընկնում է, չէ՞, ինչ պետք անի, AI-ը գտնելու է ինչ-որ մեջը բաներ, հյուրերից մեկը բան անում, ուշանում այս անում, բայց այնտեղ երբ որ դու խնդիրը փոխում ես, ասում ես, այս մարդիկ ունեն SSS background-ները, այս մարդիկ իրար հետ հանդիպել են, որպեսզի խոսան AI-ի մասին, մեկ իրականում բանա կողմ AI-ին, բայց ինձ ստացվում է, որ պետք է ինքը դեմ ներկանա, այն մեկը դեմ է իրականում, բայց հիմա քանի որ պետքա հակադարձում լինի դիալոգը ստացի մի քիչ ինքը ավտոմատ իր կամքին հակառակ պետքա սկսի կողմը որոշակի խնդիրներ է ստալի ChatGPT-ն ինքը սկսելու է այդ ուղղությամբ մտածել արդեն կա էքսպերտային խորությունը ոնց որ մտցնում էլի ոնց հա դու մոտավոր գիտես ինչ ես որտեվ այդ նույն բանը դու կարար կանչեր քո copywriter-ներից ինչ որ մեկին ասեր տես մի հատ մեզ պետքա սցենար գրել որտեղ որ էսել երկու մարդիկ իրար հետ ունեն SSS վաղեմի կոնֆլիկտներ ունեն բայց իրան գալիս են ու ամենավերջում իրանց մոտ դու որոշակի բան, քարտեզ գծում ես, չէ՞ իր համար։ Մենք դրան տես կարդիոգրամա ենք ասում, երբ որ մենք հոլովակը պետքա ստեղծենք, սցենարական փուլը։ Մենք իրան կարդիոգրամա ենք ասում, որ գրատախտակի վրա գծում ենք իր 100%-ը, նշում ենք սկիզբը, ասում ենք օրինակ, իրավ 7%-ում մոտավորապես միջև 10%-ը պետքա այս ամեն ինչը կատարվի, միջև 30% այդ մի րոպեանոց կլինի թե 30 վայրկյանոց ռոլիկը կապ չունի միջև 30% այս խնդիրը ժողովուրդ պետքա լինի ստեղ մի հատ պետքա անցում լինի լրիվ փոխվի ու լրիվ ուրիշ կողմից ասենք twist-ը այդ twist-ը երբ որ միանգամից փոխվում է սցենարը լրիվ ուրիշ պատմություն է դառնում անսպասելի ավարտալ ունենում միանգամից այդ ձև պետքա ավարտվի այսինքն վերջում է twist պետքա լինի մարդիկ գրում են դու դրանով սկսում ես չափել ստացվել է թե չէ հիմա այդ խնդիրը ձևակերպելու համար դու չես կարա նսաղ կյանքդ AI-ով աշխատես, հետո հասկանաս ոնց պետք է տանես։ Որովհետև AI-ով դու կարաս գովազդի սցենար գրես, բայց այս պահին ես հələ չեմ գտե գործիք, որը կարաս ինձ հասնես միջև հոգու խորքը էլի գովազդով։ Որովհետև մենք օրինակ 19 թիվներ կարծեմ, արեցին գովազդային հոլովակ, սեռով պայմանավորված աբորտների վերաբերյալ։ Մենք խնդիրը որ Հայաստանում առելի մեծ թիվ է, իդեպ ասեմ շատ 40,000 դեպք կա։ Վերջի 25 տարում այդ օֆիցիալ թիվն է, որ մարդիկ պատճառը գրել են։ Հա, որ պատճառը մանա, սեռնա։ Հաստատ քչամասնություն են գրել։ Հա, տես, երբ որ դրա այդ գովազդային հոլովակը պետք է անենք այդ արշավի։ Խնդիրը կոնկրետ սենց էր։ То есть, երբ որ սցենարի մասին մտածում ենք, ես պատկերացնում եմ, որ ինչի վրա պետք է լավ կառուցված լինի։ Ամենակարևոր դրդապատճառներն են, ոնց որ մեխը, այս պատմության, որ մենք համարյա թե դրանով առաջինն ենք։ Ստեղից ծնվեց գաղափար, որ եկեք մենք միշտ ազգովի սիրում ենք տեղը ոլորտներից խոսալ, որտեղ որ մենք առաջինն ենք։ Այն բանա, որ այս ինչը եղել է առաջինը հայ արա, այս ինչը հայ արա, այս ինչը հայ, մենք առաջինն ենք, այս ինչ ոլորտում մենք առաջինն ենք, այս ու երբ որ մարդու մոտ կզարգացնենք բավարար չափի էմոցիոնալ ֆոն, որ ինքը զգա իրոք մենք բան ենք, փոքր ազգ ենք, բայց աշխարհը մեզ գիտի, այդտեղից լուսերը անջատվում է։ Ցույց ենք տալի իրականում նաև որտեղ ենք առաջինը։ Ու հոլովակը պետք է ամփոփի այն բանով, որ բավարար է խոսել, բարձրաձայնել միայն, բավական է բարձրաձայնել միայն ձեռքբերումները։ Ու արշավը կոչվում էր բավական է այն տրամաբանությամբ, որ աղջիկ երեխեքի անունը դնում էին բավական է, որ այլ աղջիկ չծնվի։ Հա, բավական է անունը տեղից է եկել։ Կարծեմ հերիքն ազնել է այդ ձև, որ հերիքան ազանես բան։ Ու բավական է բարձրաձայնել միայն ձեռքբերումները, ChatGPT-ին դու ոնց բացատրես էլի, որ մենք ազգովի միշտ է սիրում ենք։
Այդքանը որ Այդքան բացատրեցի, կոնտեքստ չես այդքանը որ բացատրեցի, արդեն գրած է մոտ։ Այսինքն 70% խնդիրը ունես, որ օքեյ, էս պետք է անենք, մեր ձեռքբերումները ինչն է, սկսելու եք ման գալ, չէ՞, օքեյ, ում ունենք, շախմատում ունենք, երաժշտության մեջ, օրինակ, չգիտեմ, ստեղ ունենք, այս այդ մասում ինքը հաստատ լավ կօգնի։ Հա, ինչ որ ինքը research Research անելու է, մեջ այն հաստատ ինչը լավ որ կօգնի։ junior copywriter-ն է կարող անի։ Բայց քո խնդիրը արդեն ձևակերպած է։ Դու գիտեիր կարդիոգրամային երբ որ դու նայում ես, հասկանում ես, որ 70%-ում քո մոտ լինելու է twist։ Հա։ Փոխվելու է պատմությունը ռադիկալ։ Այսինքն պատմությունը միանգամից հարցակումա կողրա։ Սկզբից դու իր մի հատ մասնիկ ես, հետո ուրախանում ես, չէ՞, մեջը։ Մեկը պատմությունը գալիս է քո վրա։ Ну, если, кстати, շատ լավ սցենարների մասтерствоյի դասեր, իդեպ ոնց կարելի է twist անել։ Երևի վերջի հարցերից մեկը, որ կուզենայի տալ, ընդհանրապես այս աշխարհում կարան լինեն մարդիկ, որոնք որ գործի մեջ են, ինչ որ նկատի ունեմ հենց այս ձեր բնակավարի, հա, կոնտենտ արտադրելու, գովազդ, բան եւ այլն, բայց AI-ին вообще չեն տիրապետում ու չեն ուզում տիրապետել, այս իրենք չեն օգտագործելու այդ գործիքները, մնալու են ոնց որ լրիվ այդ non-AI բանի մեջ, թե все-таки AI արդեն այնքան է տարածվել ու ինքը նենց tool է առանց որի որ իմաստել գոյություն չունի, իմաստ չունի ոնց որ լինել։ Ինքը միանշանակ լինելու է միշտ ցանկալի, ցանկացած նոր բանը ցանկալի է լինելու։ Նույնը օրինակ բանը մեր ոլորտում այն նկարիչները, ովքեր որ storyboard անում էին կամ նկարահանման նկարիչ են, իրենք չգիտեմ, իրենքը պատասխանատու է նկարիչը օրինակ պատկերի համար, պատկեր ինչ պետք է լինեն պատկերում, ինչ դետալներ, ընդհանուր տրամադրությունը, կոմպոզիցիան ոնց պետք է լինի, այն նկարիչները, ովքեր որ հեշտ ադապտացել էին պլանշետին, իրանք մեկը ավելի ցանկալի էին, որպես մասնագետ, որովհետև այն մասնագետներն, ովքեր որ դեմ էին, թվային գրաֆիկական լուծումներով ստանալ պատկերներ, մատիտով աշխատում, ես ընկեր ունեմ, ինքը որ սիրում է մատիտով թղթի վրա նկարի, բանը ընդհանուր դեկորացիան հասկանաս։ Ինքը բայց քո համար որպես մասնագետ, որպես արժեք իր տվածը կարա շատ ավելի մեծ լինի, բայց հաշվի առնելով, որ ժամանակը ոնց է փոխվում, ոնց է արագացել, դու այդքան էլ ժամանակ չունես էլի, որ սպասես, որ ինքը քեզ ուղարկի։ Քո համար ցանկալի մասնագետ է դառնում այն մասնագետը, ով որ կարա այդ արագ գեներացնի, նկարի, տա։ Դու նույնն էլ բանում ցանկացած մասնագիտության մեջ մեկը ինքը ողջունելի է լինելու։ Բնականաբար կլինեն ինչ որ նեղ կետեր, որտեղ որ առհասարակ այդ մարդը ոնց ունի, ոնց է վերաբերվում AI-ին կամ ոնց չի վերաբերվում, այդ բացարձակ հետաքրքիր չի։ Բայց երբ որ խոսում ենք content-ի մասին, ինքը գոնե դու ապահովես, որ գիտես, եթե քո մոտ ունենաս ֆորս մաժոր, այդ մարդը կարա արագ լուծի այդ։ Հա։ Դրա հետ կապված արդեն դու մի փոքր հակված ես լինելու այդ մասնագետին ընտրես։ Իսկ ինքը արդյոք մարդկանց գործից կզրկի, թե չի զրկի, այդ երևի թե բոլորին է հիմա հետաքրքրում։ Ես կարծում ես եկել եմ եզրանկման, որ այն մարդիկ, ովքեր որ խնդիր են ձևակերպում, ու կարողանում են խնդիրը ստուգել, ստացվել է թե չէ, գիտեն այդ պատասխանը ճիշտ է, բավարար է թե չէ, իրանց մոտ առանձնապես մեծ փոփոխություններ չի լինելու կյանքում, միայն կարծում եմ, որ դրական առնելու։ Այսինքն խոսքը գնում է նրա մասին, որ պետքա ձեռք բերել գիտելիքներ քո էքսպերտային ոլորտում, ու այդ այո, նեղ մասնագիտական, ու դա բավարար կլինի, որ դու կարողանաս շուկայից դուրս չլինես։ Հա, որ դու այդ գործիքները օգտագործես ելի քո նեղ մասնագիտական ոլորտում զարգացնես, որտեղ եթե քո ֆունկցիան միջև է տեղել է ինչ որ research անել, գտնել ռեֆերանսներ, բերել, ցույց տալ, ասել, այստեղ մի հատ sense նմանություն եմ գտել, մի հատ ստեղ կա sense բան, այդ նույնը արդեն AI անում է։ Այդտեղ դու գտնվում ես ռիսկային գոտում։ Բայց եթե դու կարողացել ես խնդիր լուծես, որոշակի ինչ որ քո մասնագիտական փորձի վրա հիմնվելով կարողացել ես խնդիր լուծես, այս պարագայում չեմ կարծում մեծակը բանելի, հարցականը արդյոք մնալու ես նույն տեղում թե չէ։ Բայց որ միանշանակ պետք է տենց ադապտանալ շատ արագ, որտեվ AI երբ որ հենց AI սկսես դուրս գալ, արդեն տարածվել ինքը քննարկում էր բան, միանգամից մեր բոլոր այդ անձնակազմը անցան AI ուսումնասիրելու վրա։ Այսինքն օրվա ընթացքում ժամեր կար, երբ որ աշխատակիցները գալիս էին թիմին պրեզենտացիա էին անում, ինչ որ նոր գործիք, որովհետև այդ չիմանաս ու գնաս տենց ասես ինձ պետք չէ այդ ամեն ինչը։ Ես
այդ դրանք սա սուտ են, բան, շատ արագ էս անունելու էլի։ Հնանալու։ Հա, շատ արագ պետք է էլի ադապտանալ։ Մենք դե խնդիր ունենք, որ եթե պետքա product ստեղծել, առաջինը պետք է մենք լինենք։ Հանկարծ այն վիճակում չլինենք, որ պատվիրատու կան նստի սեղանի շուրջ ասի, ժողովուրդ ես AI-ով ուզում եմ մի հատ ինչ-որ գեներացված վիդեո բան, մենք ասենք Մենք մենակ Red-ով ենք նկարում։ Մենք արվեստի ժողովուրդ ենք։ Մերը պետք է այդ բլոնկենը լինի մեջ, այդ չես կարող էլի։ Հենց ծորենը մեջի պետք է։ Հա, որտեվ ժամանակը փոխվում է, բան մարդը միշտ ուզում է, որ ժամանակը կրճատի։ Մարդուն չի բավարարում իր համար լուծումները, որոնք որ մարդու համար ստեղծվում է ինչ որ լուծումներ, որով որ պետք է իր ժամանակը կրճատի, իրան չի բավարարում։ Ինժեներները ստեղծում են վերելակ, որ ինքը արագ հասնի, չէ, 20-րդ հարկ։ Իսկ իրան արդեն պետք է 150-րդ։ Չէ, իրան պետք է այն կնոպկեն, որ դուռը արագ է փակում, այն 2 վայրկյանը։ Ինքը այդ կնոպկեն է ման գալիս։ Իրան հետաքրքիր չի, որ այդ վերևի հարկ ինքը հասնելու է 20 վայրկյանում, եւ բայց ոտով գնալ հասնելու է 20 րոպեում։ Ինքը հենց մտնում է վերելակ, մենք ման են գալիս են կնոպկեն, որը որ սլակները իրար դիմաց է։ Հա, ճիշտ է։ Այդ կնոպկեն ենք փնտրելու։ Ու ցանկացած ոլորտում մարդը փնտրելու է այդ վերելակի դուռը փակելու կնոպկեն։ Մեկ էլ ինչքան հասկանում եմ, հիմա կոնտենտի ստեղծման պահանջարկն է ինչ-որ առելի տեմպով շատանում, այսինքն սաղ սկսել են կոնտենտ արտադրել։ Բիզնեսների քանակն է շատանում, մարդիկ անձնական բրենդեր են ստեղծում եւ այլն, այսինքն զուտ հենց կոնտենտի քանակը շատ է շատանում։ Ու այդ հին գործիքներով անելը ոնց որ մի քիչ կարող է չբավարարի էլի, որ մարդկանց քանակը դեռ չի երիքի առանձիայի, որ կարող է այդ քանակի էլի ժամանակի մասին է խոսքը։ Այսօր տես 10 տարի առաջ մենք նկարում էինք գովազդային հոլովակ, մարդը ասենց ասած ճակերտավոր ուզեր չուզեր նայելու էր։ TV-ով էդի հեռարձակվելու էր, իր սիրած ֆիլմի ընթացքում։ Դետեկտիվը դուռը բացել է, պետքա ձերբակալի կամ բան, այդտեղ մտնում է ակցիա, չգիտեմ 62%, եսի մի ինչ բան, sense բան ինքը մեկա նայելու է այդ։ Հիմա դու մրցում ես այս բուտմատի հետ։ Այո։ 2 վայրկյան։ Ասում ես, բարև ձեզ, այսօր արդեն всё, բարև ձեզ չի կարելի։ Իսկ հիմա մենք գնաց։ Իսկ դու գիտեք գնաց, 62 գնաց։ То есть դու մրցում ես, դրա համար կոնտենտը շատ է, որտեղ բոլորը մրցում են, որ բուտմատը իրանց ամենամեծ մրցակիցն է հիմա։ Այո։ Ինքն է որոշում, նայես մնում ես դու թե չէ։ Դրա համար բոլորն է պայքարում են ավել հիմա բանը երևի կոնտենտ զավոդը ամենա այս պահին ակտուալ լուծումն է բիզնեսների համար։ Թեման է, որովհետև բիզնեսը ալիմատ այդ կոնտենտ զավոդից էլ մի քիչ խոսում։ Տես, երբ որ խոսքը գնում է մեծ բիզնեսների մասին, գոյություն ունի կոմունիկացիոնի բուրգ հաղորդակցման։ Այսինքն ունես դու hero, այնտեղ ունես hub, գովազդի տեսակ ու hygiene, որտեղ hero-ն որտեղ որ դու տարվա մեջ ունենում ես 1 մաքսիմում 2 գովազդային հոլովակ, որը որ ամբողջությամբ քո իմիջի վրա է կառուցված է քո ասելիքը, փիլիսոփայություն կա դրած մեջը բան, լուրջ ծախսեր կա այդտեղ։ Գալիս է hub, որը որ տարվա ընթացքում դու անում ես 5-ից 6 անգամ։ Քո առաջարկներն, չգիտեմ, ակցիաներն են, SN-ն են, ինչ որ բան, դու 5-6 հատ որոշակի ծախսում ես։ Ու գալիս է ներքևի այդ հատվածում գալիս է hygiene-ը, երբ որ դու ամենօրյա քո կոնտենտն է։ Բիզնեսները երկար ժամանակ շարունակել են աշխատել, ու ինձ թվում է ելի կշարունակեն աշխատել այդ բուրգով, կոմունիկացիոնի բուրգով։ Իսկ կոնտենտ զավոդը արդեն եկավ չինացիք ստեղծեցին, ինքը եկավ փոխեց ֆորմատը կոնտենտի։ Ինքը ինչ անում, ահավոր քանակությամբ լցնում է վիդեո, մեկը կպնելու է, աշխատելու է։ Ոնց որ մեծ տնցբանով, պուլեմյոտը չգիտեմ հայերեն ոնց է, գնդացիրով մեկը որս անում, նապաստակ աղբում։ Կողքինը կամ ինչ որ բանի պետքա թիրախի, երկուսս նստած ենք, զենք կա մեր մոտ, իմ մոտ կա գնդացիր, քո մոտ կա որսորդական հրացան, պետքա կպնենք թիրախին։ Դու էլ ունես շանսեր կպնելու, ես էլ ունեմ, դու ինձանից ավելի փորձառու բան ես, մասնագետ ես, կրակող ես, որսորդ ես, ես ավելի քիչ փորձառու որսորդ եմ, բայց ես ունեմ գնդացիր։ Կոնտենտ զավոդը այս պարագայում իր փորձը այդքան էլ դեր չի խաղում։ Ինքը ուղակի տարածում է, այդ կոմը կրակում է։
Բռնած իրա գնդացիրից կրակում է, մեկը կպնելու է։ Անում է շատ մեծ քանակի կոնտենտի կտորներ։ Հա, դու հաշվարկում ես քամին, հաշվարկում ես հեռավորություն, չէ՞, փամփշտի ծանրություն, ներքին, արտաքին բալիստիկա, միլիոն բան է սկսում իրար հետ հաշվարկել, այն մեջը գծագրերին նայել, հասկանալ ոնց խփես որ բային, առաջինը մի քիչ վերև հետո դզելու ես, կպնելու ես երկրորդը բան, ես այդ ընթացքում ել չեմ հաշվարկում։ Ես աշկերս փակում եմ, բերանս բացում եմ ու սկսում եմ կրակել։ Ու ուղղակի կպնելու է կոնտենտ զավոդը չինացի կեզև են իրանք անում հիմա երբ որ դու նայում ես չինական բրենդների ոնց են իրանք կոնտենտ անում իրանք ահավոր քանակության լցնում են իրանք չեն մտածում էսի կաշխատի էսի չի աշխատի եկեք մի հատ հասկանանք մի հատ արագ ժողով կազմակերպենք 25 հոգով նստենք քննարկենք բան մենք դեմոկրատիա ենք սիրում թող ամեն մեկ իր կարծիքն ասի գնանք վերլուծենք գանք մեր առաջարկներով այդ ընթացքում իրանք արդեն ունում են 35 հատ գովազդային հոլովակ բաները լիպսինգին չեն խորանում էլ լիպսինգը լավն է վատն է ռուսական շուկայի համար ռուսերեն AI-ով գեներացնում են տեքստերը հայկականի համար են իրանք անում հետո օրինակ էդի անում են ոչ թե մի հատ ակաունտից են տարածում այլ 1000 հատ ակաունտից հա իրանք այդ դրա խնդիրը չունեն իրանք մոտը նստում են լայվերը մտնում են բան իրանք ավտոմատ կրակում են իրանք մենակ նստած կրակում են то есть կոնտենտ են կրակում ես այս տարվա սկզբներն էր ոնց որ էքսպոյի է գնացել չի բոլորը ոնց որ դասական ձևի էքսպոյի ներկայացնում են մի հատ չինացի աղջիկ էր գիտես ինչ էր անում մի հատ գինին նենց էր խոսում ինքը պաուզա չուներ չկար կանգնել չկար խոսք որ այսի կարող է արդեն մի քիչ հոգնեց բան հանգստանանք մեկը ընդմիջում ու 20 րոպեից նորից ինքը բան կանի ինքը առան նոն-ստոպ ռեժիմով գովազդեր անում մեկը այդ աշխատելու է բայց էլի այդ այն հայջինի մակարդակն է մեկը դա չի նշանակում որ այն վերևի բաները չես պահելու դու պետքա դրանք է պահես բայց կոնտենտ զավոդների հիմա թեմուի գովազդները բոլորը տեսել են որ անընդհատ գալիս է լիքա կամ տարբեր իրար նման չեն ընդհանուր ես անընդհատ սխվում եմ not interested ինձ անընդհատ նոր տեղից էդի գալիս է դրա վրա եմ զարմանում ոնց ալգորիթմը չի հասկանում որ թեմուն ինձ չտա այդ կոնտենտ զավոդն է երբ որ ինքը ուղակի non-stop այնքան է կրակելու իր գնդացիրը միջև դու ասես interested բեր ավիմյակ առնեմ բրծնեմ առնեմ որ ինձ գովազդ չգա որ app-ը դա բայց որ առա աչքիս այդքան ավելի 10 անգամ ավելի շատ գովազդ գա որտեվ իրանք այդ մեթոդը բայց դե դրա համար էլ է պետք գումար էլի այսինքն դա չի նշանակում որ դու անվճար է հա պետք է ուղղակի ինչ որ բան անես չգիտեմ մի հատ թող մեկը վազի դաշտերի մեջով էդ է գցեք վերջում կգրեք բան թեմու մեկը թող ծառ բարձանա վերջում գրեք թեմու որ իրանք նայում ես տրամաբանություն կա որոշակի կրեատիվում դա կոչվում է կրեատիվ ֆրեյմվորք երբ որ ստեղծվում է մի հատ ֆրեյմվորք այսինքն բրենդի ձեռագիր հաղորդակցման ձեռագիր երևի ամենաճիշտ թարգմանությունը էս կլինի էլի հայերենի պարագայում հաղորդակցման ձեռագիր ստեղծվում է ձեռագիր այդ ամենաբարդ process-ն է ու բոլոր քո հաղորդակցման գործիքները պահվում են այդ ձեռագրի շրջանակներում ստեղծվում է հաղորդակցման ռազմավարություն որտեղ դու գիտես որ քո ռազմավարության հիմքում ընկած են SSS գործիքներ անելը չգիտեմ մենք վերջում պետք է ունենանք ռուլետկայի նման բան միշտ մարդուն պետքա տանենք այնտեղ որ ինքը շահել է բան այս ընթացքում մենք պետք է ունենանք շատ པարզ ընկալումներ լվացքի փոշիները գովազդների մի ժամանակ ոնց են չէ աշխատում դասական բաներ կրեատիվ ֆրեյմվորք էր կար մի անգամից առաջանում էր կա բան ցանկություն մի հատ տեղ գնալու կամ որոշում որ կարևոր օր մարդու կյանքում տրագեդիա լուծում երջանիկ ուրիշ լուծում չկար պետքա գնա բալետի աղջիկը ելույթ պետքա ունենա սուրճը լցրեց վրան տխուրա այն թատրոնից որ խոսում են գլուխը բռնած է բանավ ինչ անելու հայտնում էր մորակույրը բերում էր լվացքի փոշին աղջիկը վերջում մի հատ ունենում էինք բալետի հետաքրքիր բան շարժում բեմի վրա ու մորքուրը նայում էր ընկերուհուն ծափեր տալի ասում էր ես շատ ճերմակ էր ձեր երեխու շորը ասում եմ որովհետև չգիտեմ հանվեր չէ մի 20 կիլոնոց լվացքի փոշի ցույց էր տալի դալիճում հենց ասում էր էսա то есть այս ֆորմայով աշխատում են երկար իրան գիտեն որ էսա լուծումը հիմա բանը այդ կոնտենտ զավոդներն է իրանք ուղակի չեն գեներացնում բաներ ամեն ինչը դու հասկանում ես որ մի մորից մի հորից է կամ մի մորից է տարբեր հորից բայց ինչ որ գենետիկ կապ կա Այս դրական նոտայի վրա իմ կարծիքով կարանք ավարտենք ես իմ համար շատ հետաքրքիր էր ես մտածում եմ մեր լսարանի համար շատ հետաքրքիր կլիներ մեր զրույցը շատ շնորհակալություն ես եմ շնորհակալ